սա կռված տղեկի ստեղծած պետությունն է եւ կռված տղեկն են, որ պետք է լինեն դրության տերը։ Մուստաֆա Քեմալը երեխաներ չուներ եւ իր ժառանգ հռչակեց բանակին։ Անընդհատ ուժով իսլամը լռեցնում էին, հեղաշրջում էին անում, ընտրություններ լինում, էլի ժողովուրդը ձայնը տալիս էր իսլամամետ ուժերին։ Բարև ձեզ, այսօր Մանկուց պատմության հյուրներ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արևելագիտության ֆակուլտետի, Երևանի Պետական Համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է եւ մենք խոսել ենք Թուրքիայի մասին, մենք խոսել ենք ժամանակակից թուրքական հանրապետության մասին, սկսել ենք դեռ Քեմալից, փորձել ենք հասկանալ ինչ է քեմալականությունը, քննարկել ենք բանակի եւ իսլամական շարժումների միջև փոխհարաբերությունները, քննարկել ենք ռազմական հեղաշրջումները, որի միջով անցավ Թուրքիան, եւ նաեւ վերջում խոսել ենք Էրդողանի ֆենոմենի մասին, ինչպես Էրդողանը կարողացավ հաղթահարել քեմալական ժառանգությունը եւ ինչպես կարողացավ այսպես վերաֆորմատավորել, կարելի է ասել, Թուրքիան։ Շատ հետաքրքիր զրույց է ստացվել, դուք կհասկանաք ինչ գաղափարախոսությունների վրա է հիմնված մեր այսօրվա հարևանը եւ նաեւ դա կտա շատ հարցերի պատասխան, որը մենք այսօր փնտրում ենք, բայց այդպես էլ չենք կարողանում գտնել։ Անպայման դիտեք այս հաղորդումը, խոստանում եմ չափազանց հետաքրքիր է լինելու։ Ռուբեն ջան, ողջույն։ Բարև։ Շատ ուրախ եմ, որ այսօր դու մեր զրուցակիցն ես, մեր մանկուց պատմության, որովհետև մի կարևոր թեմա կա, որի մասին թվում է թե մեր հարևան պետությունն է Թուրքիան։ Թվում է թե մենք ինչ որ բաներ գիտենք այս պետությունից, բայց հետո երբ որ գալիս են ինչ որ մեծ իրադարձություններ այդ երկրում, հանկարծ պարզվում է, որ ոչ ակունքները գիտենք, ոչ պատմությունը գիտենք, ոչ հիմքերը գիտենք, ու շատ այսպես դիլետանտական մակարդակով մարդիկ սկսում են խոսել ինչ-որ բաների մասին, որ նույնիսկ ամաչում ես էլի, որ ասենք մեր ետերը նման բաներով է լցված։ Դրա համար, քանի որ մանավանդ շատ այսպես արդիական թեմա է, բանակի, ոչ թե բանակի, այսպես քեմալականության եւ իսլամականության բանավեճը, նաև այսպես բախումը կարելի է ասել այսօրվա Թուրքիայում, կուզենայի որ սկսեինք հենց թուրքական պետության ակունքներից, մանավանդ որ նաև կուզենամ մեր լսողներին անմիջապես ցույց տամ, որ պարոն Մելքոնյանը եւ իր գոլեգաները, հեղինակել են մի գիրք, որը կոչվում է Թուրքիայի պատմություն, գրախանութներում կա, չէ՞։ Այո։ Ես խորհուրդ կտամ գնել այս գիրքը, կարճ տալ, որպեսզի մենք կարողանանք նաև պատկերացում ունենանք մեր հարևանի մասին եւ կարողանանք հասկանանք ինչ հենկերի վրա է դրված իր քաղաքականությունը։ Կարճ սկսենք քեմալիզմից, չէ՞, որովհետեւ գաղափարական հիմքը վերջին հաշվով ինչքան էլ ինքը փոխվում է ժամանակի ընթացքում մնում է դա ինչ էր քեմալիզմի վերջը։ Նախ քո խոսքում ճիշտ նկատեցի, որ թվում է թե Թուրքիան մոտիկ է եւ իր մասին շատ բան պետք է իմանանք, տարածքային առումով մոտիկ է, բայց միևնույն ժամանակ մեր հանրության մեջ կարող եմ ասել տասնամյակներով կան բազմաթիվ միֆեր Թուրքիայի մասին, երբեմն կեղծ պատկերացումներ, երբեմն ուռճացված եւ այլն, եւ Թուրքիայի մասին իմանալը կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիների համար, հայերի համար ունի շատ կարևոր նշանակություն, հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ եւ նաեւ այսօրվա Թուրքիայի հանրապետությունը հասկանալու համար իր գաղափարախոսական հիմքերը, քայլերը այսօրվա եւ այլն, այդ ամենը տեսնելու համար պետք է մի քիչ խորք գնանք եւ քո հարցին, եթե փորձեմ պատասխանել, նախ պետք է ներկայացնենք, որ Թուրքիան ձևավորվել է Օսմանյան կայսրության մի հատվածի վրա։ Իսկ Օսմանյան կայսրությունը կրոնապետություն էր արդեն սկսած 1516 թվականից, այսինքն սուլթանը միևնույն ժամանակ հոգևոր առաջնորդ էր եւ մեկ անձի մեջ երկու ֆունկցիա կար։ Սուլթանը նաեւ խալիֆ էր։ Եվ մինչև վերջին սուլթանը, մինչև 1924 թվականը Օսմանյան տիրակալները միևնույն ժամանակ մուսուլմանների հոգևոր առաջնորդներն էին եւ դրանից նաեւ բխեցնում ենք, որ պետությունը կրոնապետություն լինելով իրավական հիմքը շարիաթներ, այսինքն Ղուրանի, իսլամի տարբեր դոգմաներն էին, դատարանները, դատավորները հոգևորականներն էին, որոնք դատում էին ըստ Ղուրանի, հասարակությունը փաստորեն բաժանված էր ըստ կրոնական հիմքի, այսինքն քաղաքացիներ էին մուսուլման եւ ոչ մուսուլման,
ու գաղափարախոսությունն էլ բնականաբար իսլամ եւ խալիֆն էլ որպես այդ ամեն ինչի պաշտպան։ Հիմա ինչ է տեղի ունենում 20-րդ դարի սկզբին։ Ահա այս պետությունը, այս կրոնապետությունը առաջին համաշխարհային պատերազմից հետո պարտվելուց հետո թուլանում է եւ մեզ հայտնի իրադարձությունների ընթացքում Սևրի պայմանագրի ձևավորման եւ այլն ընթացքում Թուրքիայում սկիզբ է առնում մի շարժում, որը ղեկավարում է թուրք այն ժամանակվա ամենահայտնի երիտասարդ գեներալներից մեկը Մուստաֆա Քեմալը, որը հաջողության պատմություններ ուներ մինչ այդ Դարդանելի ճակատամարտում է, չէ՞։ Հասարակության մեջ հայտնի էր եւ նաեւ ինչպես հետագայում է պարզվում, հետաքրքրված էր գիտությամբ, գաղափարախոսություններով, եվրոպական կամ արևմտյան պետության տիպով եւ այլն, եւ ուրեմն նրա ղեկավարությամբ, բայց նաեւ երիտթուրք տարբեր ղեկավարների հատկապես Թալյաթի օժանդակությամբ պարտված Թուրքիայի արևելյան հատվածներում պահպանված Օսմանյան զորքի, պահպանված Օսմանյան վերնախավի մի հատվածի հոգեվորականության միջոցով սկսվում է մի շարժման գաղափարախոսությունն էր պայքարել այսպես կոչված օկուպանտների դեմ, օկուպանտները իրենց պատկերացմամբ Մեծ Բրիտանիան էր, Ֆրանսիան էր, Հայաստանն էր եւ Հունաստանն էր, բայց քանի որ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ պայքարելը մի քիչ բարդ էր, որպես երկու թիրախ ընտրվեց Հունաստանն ու Հայաստանը կամ հույներն ու հայերը, եւ քեմալական շարժումը, որը սկզբից ձևավորվել էր որպես սուլթանին փրկելու շարժում, ունեցավ եւ ռազմական ուղի, այսինքն հայ-թուրքական պատերազմներ, թուրք-հունական պատերազմ եւ ցավոք սրտի հաղթանակներ, եւ դրան զուգահեռ փաստորեն վերածվեց մի այլ այսպես երևույթի ու շարժման արդեն վերջում, այսինքն 1922 թվականին եւ այլն, պարզ դարձավ, որ հայ շարժման ղեկավարները ու կոնկրետ Մուստաֆա Քեմալը հակված չեն սուլթանության պահպանմանը եւ այն լոզունգները, որով դիմում են ժողովրդին, որ օգնենք մեր խալիֆին, որը գերի է անգլիացիների եւ ֆրանսիացիների ձեռքին, հանկարծ որոշ ժամանակ հետո վերածվեց, որ այդ խալիֆ սուլթանը վախկոտ է, դավաճան է, համաձայնվել է Սևրի պայմանագրին, Թուրքիան գնում է 20-րդ դարում արդեն անախրոնիզմ է սուլթանությունը, սուլթանական դինաստիան իրեն սպառել է եւ առաջ եկավ այդ կարգախոսը վերջ սուլթանությանը։ Եվ երբ որ ասում են վերջ սուլթանությանը, անմիջապես առաջ է գալիս երկու հարց. Եթե սուլթանական համակարգը միապետական չէ, ապա ինչ է առաջարկում Քեմալը, եւ Քեմալը շուտով առաջարկում է, որ որպեսզի Թուրքիան տեղ գտնի 20-րդ դարի քաղաքակիրթ աշխարհում, մենք պետք է ընտրենք հանրապետության մոդելը, այսինքն միապետությունից անցում հանրապետության, ընդ որում խորհրդարանական հանրապետության, եւ երկրորդ հարցն է ծագում, ինչ պետք է լինի խալիֆայության ինստիտուտը, այսինքն իսլամը, որով կարգավորվում էր ամբողջ այդ համակարգը, եւ այս հարցում Քեմալը, այսպես կարելի ասել, պաուզա է վերցնում 1922 թվականին Թուրքիայի ազգային ժողովը, որը արդեն ենթարկվում էր հաղթած քեմալական այդ ուժին եւ Մուստաֆա Քեմալին, լուծարում է սուլթանությունը, այսինքն սուլթանության լուծարումը խորհրդարանական մի որոշման միջոցով է տեղի ունենում։ Մրցակցող խորհրդարաններ էին, չէ՞, մեկը Անկարայում էր նստած։ Այո, այսպես երկիշխանություն էր արդեն Թուրքիայում, Ստամբուլի կառավարության խորհրդարանը, որը ենթարկվում էր սուլթանին, սուլթանն էլ իր հերթին համարվում էր մեծ բրիտանական, այսպես խամաճիկ իրենց ձևակերպով, եւ Անկարայում քեմալական պայքարի կենտրոնում, որ այն ժամանակ գյուղաքաղաք էր, ձևավորված խորհրդարանը, որը Քեմալը անվանում է Թուրքիայի ազգային մեծ ժողով։ Եվ այստեղից էլ նաև պոպուլիստական որոշ հայտարարություններ, որ այլևս սուլթանը չպետք է ղեկավարի, պետք է ղեկավարի ազգը։ Բայց այդ ժամանակ թուրքերը դեռ այսպես ազգի ընկալումը լեովին հաստատված չէր, եւ ուրեմն խորհրդարանի ղեկավարն էլ փաստորեն այդ ազգի ղեկավարն էր, դե յուրե եւ դե ֆակտո,
Եվ հենց այդ ղեկավարի պաշտոն զբաղեցնող Մուստաֆա Քեմալը առաջարկում է հանրապետության մոդելը։ Իսկ իսլամի հետ կապված, տեսեք, քանի որ լուծարում էր սուլտանությունը, բայց խալիֆայությունը դեռ պահպանվում է։ Այո, խալիֆայությունը մնում է, սուլտանությունը լուծարում է, սուլտանին արտաքսում են որպես դավաճան եւ այլն, բայց խալիֆի ինստիտուտը պետք է ինչ-որ ձևով պահպանվի։ Հիմա այստեղ հետեւյալ հարցն են բախվում, որը նաև հետագայում ամբողջ Թուրքիայի պատմության ընթացքում իր կարևոր դերն է խաղում։ Ով պետք է լինի խալիֆ, եւ խալիֆի տիտղոսը պատկանում էր Օսմանյանների սուլթանական տոհմին եւ փոխանցվում էր ըստ գահաժառանգության օրենքի։ Հիմա Մուստաֆա Քեմալը առաջին տաբուն է կոտրում, որ խալիֆին պետք է ընտրի խորհրդարանը, ոչ թե այսպես ի պաշտոն, այսինքն սուլթանի եղբայրը կամ սուլթանի որդին պետք է դառնա խալիֆ, այլ խորհրդարանը պետք է ընտրի նաև իբրև ազգը։ Եվ գահաժառանգը Աբդուլ Մեջիդը ընտրվում է խորհրդարանի կողմից խալիֆ։ Արդեն իսկ կախվածություն, այսինքն խալիֆը, որը Մուհամեդ Մարգարեի, այսպես փոխանորդն է երկրում, ընտրվում է մի խումբ պատգամավորների կողմից։ Այսինքն սա առաջին հարվածն է իսլամին եւ այսպես կրոնական այդ անձեռնմխելի ինստիտուտին։ 2 տարի անց 1924 թվականին, 1923-ի հոկտեմբերին Թուրքիան հռչակվում է հանրապետություն։ Անմիջապես նաև ճանաչվում է աշխարհի կողմից, իսկ Մուստաֆա Քեմալը դառնում է Թուրքիայի նախագահը, բայց խորհրդարանական երկրի նախագահ, իսկ ընտրվելով խորհրդարանի կողմից։ Ու հաջորդ քայլը 24 թվականին երկու պատճառով։ Առաջինը, որ իբրև թե խալիֆը դավադրություն է իրականացնում երիտասարդ հանրապետության դեմ, եւ երկրորդը Մուստաֆա Քեմալը հայտարարում է, որ նախ ոչ թե նա, այլ իր կողմնակիցներից մեկը, որ հետո դառնալ էր Թուրքիայի երրորդ նախագահ, հայտարարում է, որ խալիֆայությունը արդեն հին երևույթ է եւ պետք է ուղղակի լուծարել խալիֆայությունը, որպես նաեւ երկիշխանության այսպես մեղադրվող ինստիտուտ, ու մարտի 4-ին խորհրդարանի կողմից ընդունվում է օրենք լուծարել խալիֆայությունը, այսինքն սա հաջորդ ամենամեծ հարվածն է, որտեղ խալիֆայությունը մեր այսպես հեռուստադիտողները որպեսի զուգահեռը տանեն միգուցե կարող է մի քիչ ոչ ճիշտ համեմատություն անում, կաթողիկոսությունը, ասես, խորհրդարանի որոշմամբ լուծարվում է եւ խալիֆը 24 ժամվա ընթացքում ու իր ամբողջ գերդաստանը վտարվում է Թուրքիայից։ Անմիջապես նաեւ ընդունվում են օրենքներ, որով արգելվում են կրոնական եղբայրությունները, կրոնական տարբեր կառույցները եւ այս փաստորեն իսլամը վերցվում է վերահսկողության ներքո։ Բայց դրանով Մուստաֆա Քեմալը չի սահմանափակվում եւ ձևավորված հանրապետությունը որդեգրում է մի գաղափարախոսություն, որը, ինչպես ասացի, Մուստաֆա Քեմալը դեռ մինչև նախագահ դառնալը հետաքրքրված էր արևմտյան տարբեր գաղափարախոսություններով, շարժումներով եւ այլն, որդեգրում է մի գաղափարախոսական այսպես ուղղություն, որը անվանում են քեմալիզմ, որի մեջ մտնում է 6 կարևոր սկզբունքներ, ասում են քեմալիզմի 6 նետեր կամ 6 սյուներ եւ այլն, եւ այդ 6 սկզբունքները հետեւյալներն են՝ հանրապետականություն, հեղափոխականություն, ազգայնականություն, այսինքն Թուրքիան ազգայնական է իր գաղափարախոսությամբ, այո, էտատիզմ, այսինքն տնտեսական այդ քաղաքականությունը, ժողովրդականություն եւ ամենակարևոր սկզբունքը լաիցիզմ կամ աշխարհիկություն։ Այսինքն եւ շուտով այս 6 կետերը մտնում են Թուրքիայի սահմանադրության մեջ ու դառնում են բարձրագույն իրավական արժեք, այսինքն այս 6 կետերը՝ ազգայնականությունը, աշխարհիկությունը իրավական ամենակարևոր սկզբունքն է։ Ինչը նշանակում աշխարհիկություն արդեն եւ ինչպես է զարգանում Թուրքիայի հանրապետությունը։ Իսկ մի ուղղակի դրանց ընդհատեմ, ուզում եմ հասկանամ հասարակական լարվածություն կար թե չէ, որովհետեւ ի վերջո հավատացյալ իսլամադավան են եւ ուզում եմ նաեւ էլի մեր լսողներին ասեմ, որ չպատկերացնենք այդ
հավատքը կամ իսլամական այդ իսլամին դավանելը այսօրվա տերմիններով դարասկիզբեր մարդիկ շատ ավելի հավատացյալ էին, մարդիկ անգարագետ էին մեծ մասամբ եւ իրենց հիմնական կյանքի այս բարի ու չարի պատկերացումների, կյանքի նկատմամբ այդ նպատակադրումները ամեն ինչը այդ իսլամի կամ կրոնի շրջանակներում էր։ Հիմա անգարց գալիս է մեկը, որ լուծարում է դա, ուզում եմ հասկանամ լարվածություն կա թե չէ։ Այո, շատ կարևոր հետաքրքիր հարց է տալիս, բայց ով էր այդ մեկը, ով լուծարում է այդ ամենը։ Մինչև այդ լուծարելը ինքը ժողովրդի մեջ սկսում են կալվել որպես հերոս, որպես փրկիչ։ Նա փաստորեն մի անձ է, ով փլված պետությունը դարձնում է հանրապետություն։ Նա մի անձ է, ով չեղարկում է Սևրի պայմանագիրը։ Նա մի անձ է, ով հաղթում է թշնամիներին եւ այլն, եւ ժողովուրդը նրան իրոք հերոսականացնում է։ Եվ տես քո ասացի շրջանակներում ժողովուրդը երբեմն հերոսականացնում է Մուստաֆա Քեմալին կրոնական էպիտետներով, այսինքն նա նախ հռչակվում է անհավատներին հաղթող, այսինքն քրիստոնյաներին հաղթող, հետո նրան առաջարկում են ինքը դառնա խալիֆ, այսինքն ժողովրդի պատկերացմամբ անպայման պետք է լինի մի սուլթան եւ խալիֆ, եւ իր համար տարբերություն չկա, դրա անունը Աբդուլ Համիդ է թե Մուստաֆա է։ Իր համար հասարակ ժողովուրդը նախագահ Մուստաֆա Քեմալին ընկալում էր որպես սուլթան եւ նրան էլ նաեւ վերագրում էր խալիֆի հատկանիշներ։ Եվ երբ որ հենց այդ սակրալ անձնավորությունը սկսում է քանդել իսլամական տարբեր դոգմաներ, ընդ որում ինչպես է անում, այսօրվա տերմինոլոգիայով դա պոպուլիզմ է, բայց շատ այսպես պրիմիտիվ պոպուլիզմ, հաշվի առնելով, որ այդ ժամանակվա թուրքական հասարակության 85% եւ ավելին անգրագետ էին, այսինքն գրել կարդալ չգիտեին, եւ ինչպես էր, երբ որ նայում ենք Մուստաֆա Քեմալի քարոզը, որ ասում է ժողովուրդ պետք է հրաժարվենք արաբական այբուբենից, բայց ժողովուրդը ասում է ոնց դա Ղուրանի լեզուն է, Մուհամեդ մարգարեի լեզուն է, ոնց ենք հրաժարվում։ Հետո ասում է ժողովուրդ պետք է հրաժարվենք իսլամը որպես մեր պետության այսպես հիմք ընդունելուց, մենք պետք է ընդունենք իսլամական դոգմաների փոխարեն մենք պետք է ընդունենք քրեական օրենսգիրք, սահմանադրություն, քաղաքացիական օրենսգիրք եւ այլն։ Հետո ասում է ժողովուրդ, մենք պետք է փոխենք իսլամական մեր հանդերձանքը, սիրելի տիկնայք, դուք այլևս գլխաշոր կարող եք չկրել, որը պարտադրվում է իսլամով, դպրոցները պետք է փոխենք, պետք է տղաներն ու աղջիկները իրար հետ նույն դասարանում սովորեն, ինչը իսլամով եւ օսմանյան կայսրությունում արգելված էր եւ այլն։ Հագուստն է եվրոպականացվում։ Եվ ես հիշում եմ ինչ որ տուրի է գնում Թուրքիայում հենց եվրոպական հագուստով։ Ինքն էր անում, այսինքն այս 4 կետերը որ ասեցի, այբուբեն փոխել հագուստ, իսլամի դուրս մղում հասարակական քաղաքական կյանքից եւ հասարակությանը այսպես արևմտյան դեպի ուղղություն տանել, նա անձամբ էր անում եւ ինչպես էր անում։ Անողն ով էր, հերոսը։ Անողն ով էր այդ գերբնական անձնավորությունը եւ ինչպես էր քարոզում։ Օրինակ ասում էր նայեք ինքը փաստորեն հանդես է գալիս եւ սուլթան եւ խալիֆ եւ օրինակ տառերի ստեղծող։ Ուրեմն երբ որ 28 թվականին առաջարկում է արաբերեն այբուբենը փոխել լատինականով, նա շրջում է հանրապետությունով, Թուրքիա հանրապետությունով եւ ժողովուրդ ես ձեզ բերել եմ նոր թուրքական տառեր։ Իրեն ընկալում են թող ինձ ների մեր սուրբը որպես թուրքական մեսրոպ մաշտոց։ Ասում է ցույց է տալիս լատինական այբուբենը, ասում է սա մեր նոր տառերն են։ Պաստառները այսպիսին են, Մուստաֆա Քեմալն է գրիչով, արևի շողերը տառերն են եւ իր ոտքերի տակ արաբական այբուբենն է։ Եվ ցույց է տալիս արաբական այբուբենը, ասում է այս հերոգլիֆների պատճառով մենք դարեր շարունակ խարխափել ենք ուրեմն անգրագիտության խավարում։ Ուրեմն սա հանում ենք, բերում ենք սա։ Եվ արդեն հարցերը, որ միգուցե ոնց, բայց սա Մուհամեդ մարգարեի լեզուն էր, այսպես մեղմ են դառնում, որտեղ այս անողը Մուստաֆա ինքը կրում էր եվրոպական հագուստ, իր կինը, որ կարճ ժամանակ իր կինն եղել եւ իր շրջապատի կանայք կրում են եվրոպական հագուստ առանց գլխաշորերի եւ այդպես շրջում են գյուղերով, այսինքն պատկերացրեք մուսուլման հասարակությունը տեսնում է հերոսին եւ տեսնում է հերոսի կերպարը իր կողքին։ Վարկային մոդել է դառնում։ Այո, բայց հիմա քո հարցի հետ կապված ընդվզում կար թե չէ։
անպայմանորեն ընդվզում կար, ընդ որում երբ որ նայում ենք այդ շրջանը, իմ կարծիքով երկու տիպի ընդվզում էր՝ գիտակցված եւ չգիտակցված։ Այսինքն թուրքական հասարակությունը զգում էր, որ մի բան այնպես չէ եւ ընդվզում էր, բայց երբ ընդվզում էր ապստամբությունների ձևով, փոքրամասշտաբ, լայնամասշտաբ, բայց երբ որ հետո հետաքննության ժամանակ հարցնում են, թե ինչի ես ընդվզել, բացատրությունը որպես այդպեսին չկար, նա ասում էր, ես տեսնում եմ, որ ինչ-որ մի բան սխալ է, բայց թե ինչն է սխալ, այդպես չէր ընկալվում, եւ երկրորդ գիտակցվածը այստեղ է, որ բանալի բառն է, ընդվզումները ղեկավարում էին որոշ քաղաքական գործիչներ, ովքեր էին դրանք, այս ամենակարևորը, որ պետք է դիտարկենք հետևյալ երկու հարցերն են այս փուլի համար։ Մուստաֆա Քեմալը դարձավ նախագահ եւ այսպես մտավ անհամեմատելի մի կերպարի մեջ, որ ոչ ոք իր կողքը չկա եւ այդ շարժման տարբեր կարևոր դեմքեր, գեներալներ, քաղաքական գործիչներ մնացին ստվերում։ Ներկայացվեց, որ այդ ամբողջը արել է միայն ինքն է պետությունը փրկել։ Իսկ այդ ժամանակվա այլ գործիչները անտեսվեցին եւ այս անտեսված գործիչների քաղաքական ամբիցիաները բնականաբար պետք է ինչ-որ տեղ գտնեն։ Եվ երկրորդ հանգամանք, երբ որ Մուստաֆա Քեմալը սկսեց իսլամը դուրս մղել հասարակական քաղաքական կյանքից, շատ բնական առաջացավ հետևյալ հանգամանքը. իշխանությունը աշխարհիկ է, ուրեմն ընդդիմությունը պետք է լինի կրոնամետ։ Եվ ահա այս բանաձևը Թուրքիայի քաղաքական կյանքում իշխանության Եթե իշխանությունը իսլամամետ է, ընդդիմությունը աշխարհիկ է, եթե իշխանությունը աշխարհիկ է, ընդդիմությունը իսլամամետ է, սա դարձավ կարծես բանաձև։ Եվ ընդվզման օրինակներ բազմաթիվ այդ ժամանակ 24 թվականից սկսած տեղի ունեցան եւ ձևավորվեց առաջին թուրքական ընդդիմադիր կուսակցությունը, որի նպատակը ահա այս պահպանողականությունը, իսլամականությունը վերականգնելն էր, երբեմն նույնիսկ կոչեր էր արվում խալիֆայությունը վերականգնել, եւ այդ ընդդիմադիր առաջին կուսակցությունն էլ երկրորդն էլ ուղղակի տոտալ փակվեց, արգելվեց։ Այդ դրան է ուզում գայի, որ նաև 20-ական, 30-ականների մասին որ խոսում ենք, ամբողջ աշխարհում մոդա էր, չէ, տոտալիտար համակարգերի մոդա էր, ասենք սկսած Պորտուգալիայից վերջացրած, չգիտեմ, Մերձավոր Արևելքով, միշտ իշխանություն վերցնում էին ուժեր, որոնք այսպես շատ մոտ էին հեն նրա ինչ որ պետքա ֆաշիստական Իտալիան կամ նացիստական Գերմանիան ու մանավանդ մենք գիտենք որ նույն նացիստները շատ հմայված էին ինքը Հիտլերը Քեմալով բավականին հմայված էր երիտթուրքերով էր այսպես այսինքն ուզում եմ ասեմ որ այդ մոդան կար ժամանակի դրա համար այդ հաշվն է ուզում տայի թե ինչքանով էր ժողովրդավար այդ պետությունը այն ինչ որ հրճակվում է բացարձակ եւ այստեղ ոչ թե այսպես ուղակի բառեր են այլ Թուրքիան օֆիցիալ կարող ենք ասել ավտորիտար երկիր էր ինչու իսկ ինքը խորհրդարանական հանրապետություն էր բայց տեսեք ինչեր կան որոնք կապ չունեին ժողովրդավարության նախ կար մեկ իշխող կուսակցություն Մուստաֆա Քեմալի ձևավորած կուսակցությունը որը կոչվում էր հանրապետական ժողովրդական կուսակցություն այսօրվա Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը որի տեխնացու քաղաքապետին հիմա ձերբակալում է եւ այլն այլ կուսակցություններ արգելվեցին այսինքն Թուրքիայում ընդդիմություն չկար օրենքով ընդդիմադիր երկու կուսակցություններ էին ձևավորվել որոնց ուղակի փակել էին եւ ընդդիմադիր գործիչներին կամ կախաղան էին հանում 1925-ից սկսած մեղադրանք տարբեր էր հեղաշրջում Մուստաֆա Քեմալի դեմ մահափորձը կամ արտաքսում էին կամ թողնում էին որ իրենք փախնեն կամ բանտարկում էին նաեւ ուրեմն ընդդիմություն չկար մեկ նախագահը կարող էր ընտրվել անթիվ այսպես ոչ մի սահմանափակում չկար եւ Մուստաֆա Քեմալը ցմահ նախագահ էր այսինքն խորհրդարանական երկրի նախագահ էր պարլամենտի կողմից էր ընտրվում բայց ընտրվել էր մինչև կյանքի վերջ երրորդ իշխող կուսակցության կանոնադրության մեջ գրված էր որ իրենց նախագահը կուսակցության նախագահը Մուստաֆա Քեմալն է որը ընտրվել է ցմահ այսինքն կուսակցություն, որի նախագահ անփոփոխ պետք է մնա եւ դա կանոնադրության մեջ էր։ Եվ բազմաթիվ այլ տարեր։ Եվ մյուս հանգամանքը, որ երկիրը չնայած խորհրդարանական էր եւ նախագահը շատ քիչ լիազորություններ ուներ համադրությամբ, բայց միանձնյա որոշում էր Մուստաֆա Քեմալը եւ նա իրոք սուլթան էր մեծ այսպես լիազորություններ ու նա կառավարում էր ոչ երբեմն ոչ այսպես ինստիտուցիոնալ մեթոդներով կարող էր կառավարել շատ հայտնի մի
խոսք կա, որ նա կառավարում էր խնջույքի սեղանի շուրջ։ Հայտնի նույնիսկ թանգարանում կա իր այդ ճաշա սեղանը, որը անվանում են Հանրապետության սեղան, իսկ ընդդիմությունը անվանում է հարբեցողների սեղան, որ ճաշկերույթի ամեն օրվա նա քանի որ այսպես սիրում էր այդ ճաշկերույթները եւ սպիրտային խմիչքներ, ամեն օրվա ճաշկերույթի շուրջ կարող են որոշվել քաղաքական հարցեր, նշանակումներ լինել եւ այլն։ Այսինքն նա իրոք ավտորիտար բանից է մացավ, չէ՞, Լեարտիցերոզից, այո, Լեարտիցերոզից էլ մացավ։ Այսինքն, եթե մենք հիմա փորձենք այս մասը ամփոփել, Թուրքիան, ուրեմն Օսմանյան կայսրությունը կրոնապետություն էր իսլամի կարևոր դերով։ Հետո ձևավորվեց նոր հանրապետություն, որը լիովին հակադիր էր, այսինքն աշխարհիկ էր եւ կրոնը մղված էր ավելի լուսանցքային պլան, պետական գաղափարախոսություն աշխարհիկություններ, քեմալիզմը հենց մոտավորապես այդպիսին ձևակերպմամբ եւ իշխող կուսակցությունը մեկ կուսակցություն էր, որը ուրեմն ճիշտ ընտրություններ անցկացվում էին, բայց մեկ տեխնացու էր եւ կապ չունի ընտրություններին, ինչքան էին մասնակցում, ինչպես էին քվեարկում, այդ մեկ տեխնացուներ եւ նա էլ ընտրվում էր։ Նա էլ դառնում էր խորհրդարան, այդպես էր ձևավորվում, խորհրդարանը միշտ ընտրում էր նախագահ Մուստաֆա Քեման։ Եվ փաստորեն պահպանողականությունն ու իսլամը ուժով ճնշվեց, հասարակությունը ոչ թե ինքնակամ կամ ինչ որ աստիճանական եկավ այն գիտակցությամբ դի կրոնը դուրս մղվի, այլ նրան միանգամից մեկ օրում փոխեցին, պարտադրեցին այլ ընկալում եւ ընդդիմությունը կամ իշխանության դեմ ինչ որ քաղաքական դրսևորումները անպայմանորեն խարսխվեցին կրոնի եւ պահպանողականության վրա։ Սա է բանաձևը, որ այսօրվա Թուրքիան, Էրդողանական Թուրքիան, երբ որ խոսենք ու քեմալական Թուրքիան, այս բանաձևի վրա սկսեցին ձևավորվել։ Երբ որ խոսում ենք, որ ընդդիմությունը ավելի այսպես իսլամի վրա կամ կրոնական էր, մենք կարող ենք ասենք, որ իշխանությունն է շատ ավելի զինվորական էր։ Ինքը Քեմալը զինվորական էր ի վերջո, այսինքն իր իշխանությունը կերտել էր ճակատամարտերում հաղթանակը, ընդ որում ես ինչքան ասենք կարծում եմ միշտ իրոք զարմանալի հաղթանակներով, որտեղ երբ որ մենք նայում ենք հույն թուրքական պատերազմը, հույներին զինում էին բրիտանացիները, հույները այդ գոնե նախնական այդ հաղթական ընթացքը հանկարծ կանգնեցվեց, այսպես թվում է թե այսպես գյուղացիների կամ այստեղից այնտեղից հավաքված ինչ որ մի բանակի կողմից, հա, կա նման բան։ Չէ, այսպես ասեմ, որտեղ գալիս ենք արդեն բանակի թեմային, էլի։ Հիմա քո հարցը երկու մասով փորձեմ պատասխանել, ովքեր էին Մուստաֆա Քեմալի այսպես զորքը, դա Օսմանյան բանակի չզինաթափված զորագնդերն էին, որոնք պարտությունից հետո չէին զինաթափվել, դրանք հրոսակներ էին տարբեր հոգևորականների եւ ուրեմն տարբեր հեղինակությունների պատկանող, այո, բայց պետք է խոստովանել, Մուստաֆա Քեմալը պրոֆեսիոնալ զինվորական էր, այսինքն նա ավարտել էր ռազմական մի քանի ակադեմիաներ եւ 0-ից աճել էր, դարձել էր գեներալ, համարվում է բավական տաղանդավոր ստրատեգ գեներալ եւ ուրեմն նա քաղաքական իր այսպես ամբիցիաներն ու զինվորական իր հմտությունը կարողացավ համատեղել ինչպես քեմալական շարժման ժամանակ նա չէր զորքի հրամանատարը, նա այսպես Անկարայում ստեղծել էր քաղաքական մարմին, ազգային ժողով եւ ելույթներ էր ունեն։ Եվ որ հունական զորքը առաջընթաց ունեցավ եւ արդեն մոտենում էր Անկարային, ժողովուրդը, այսպես ասած, խորհրդարանը նրան խնդրեց դա վերցնել բանակը ղեկավարումը իր վրա։ Եվ այստեղ նա մի պահանջ դրեց, որը մինչև կյանքի վերջ այդ այսպես կոչումը պահեց։ Նա ժողովրդից խնդրեց իրեն օժտել դիկտատորի հատկանիշներով, այսինքն դիկտատոր թույլ տալ, որ միանձնյա որոշի եւ վերցրեց բանակի ղեկավարությունը ու ցավոք սրտի կամ որպես փաստ կարող ենք ֆիքսել, որ կարողացավ հաղթանակներ տալ ու բեկում մտցնել։ Հիմա դա իր ռազմական տաղանդի շնորհիվ էր թե ինչ, բայց քո ասածը լիովին ճիշտ է, այսինքն հունական բանակը զինված էր,
բայց թուրքական բանակը կարողացավ հաջողության հասնել նույն կերպ ինչպես Հայաստանի Հանրապետության բանակը նաև ռուսական պետք է հիշենք խորհրդային զենքով նաև օգնությամբ չէ այդ առումով էլ ինքը նաև դիվանագիտական առումով էլ կարողացավ հարցլուծել նա փաստորեն այդ ժամանակ մի կողմից ներկայանում էր որպես խալիֆայության պաշտպան իսկ բոլշևիկների ռուսների հետ բանակցելիս ասում էր ինչպես դուք եք ցարին տապալել ես էլ ուզում եմ սուլթանին տապալեմ ինձ օգնեք ոսկով զենքով եւ այլն եւ երկրորդը քո ասած Տես փաստորեն Թուրքիայի Հանրապետությունը կերտեցին զինվորականները Մուստաֆա Քեմալը եւ իր շրջապատելի զինվորականները ու այսպեսի մի դոգմա մտավ որ սա կռված տղեկի ստեղծած պետությունն է եւ կռված տղեկն են որ պետք է լինեն դրության տերը եւ նայ Թուրքիայում մինչեւ 1989 թվականը բոլոր նախագահները բացառությամբ երրորդ նախագահ եղել են կադրային զինվորականներ, գեներալներ, մեկ ծովակալ մնացածը գեներալներ, այսինքն նախագահի պաշտոնը Մուստաֆա Քեմալն էր գեներալ, հաջորդ երկրորդ նախագահն էր գեներալ, երրորդ նախագահ գեներալ չէր, բայց այդ պարտիզանական պատերազմի Ջելալ Բայարը, պատերազմ այդ պարտիզանական, այսպես խմբավորման լիդերն էր եւ այլն եւ այստեղ մի հանգամանք եւս Մուստաֆա Քեմալը բանակին հռչակեց հանրապետության եւ իր գաղափարախոսության պաշտպան, այսինքն բանակը քեմալիզմի պաշտպանն է ու ռազմական ակադեմիաներում կրթական համակարգը այնպեսին էր, որ այնտեղից դուրս եկող սպաները բոլորը երթվյալ քեմալականներ էին, երթվյալ աշխարհիկներ էին, իրենց համար թիրախ էր կրոնականությունը, պահպանողականությունը, իրենց հավատամքներ պաշտպանել աշխարհիկությունը, քեմալին, քեմալի սկզբունքները։ Թուրքիայի կրթական համակարգում առարկա կա այսպես քեմալիզմի սկզբունքներ եւ այլն, որոնք պարտադիր են բոլոր քաղաքացիների համար։ Եվ վերջին դրվագը Մուստաֆա Քեմալը երեխաներ չուներ։ Եվ իր ժառանգ հռչակեց բանակին, որ բանակն է իմ երեխան։ Ու բանակն էլ այդ ընկալմամբ էր դասյակում, որ մեր հայրը Մուստաֆա Քեմալն է։ Մանավանդ երբ որ 34 թվականին նրան տրվեց ազգանուն Աթաթուրք, որը թարգմանաբար նշանակում է թուրքերի հայր կամ հայր թուրք, բանակի եւ այդ աշխարհիկության պաշտպանների համար իրենց հորը Մուստաֆա Քեմալին եւ նրա գաղափարները պաշտպանելը դարձավ լիովին այլ հանգամանք։ Ես այսպեսի բաժանում ունեմ Թուրքիայում քեմալիզմը պաշտպանող 3 այսպես խրամատ կա։ 3 խրամատ կար, որպեսզի նաեւ հասկանանք թե Էրդողանը ինչպիսի խրամատներ է հաղթել։ Առաջին խրամատը բնականաբար քեմալի կուսակցություններ, ժողովրդական հանրապետական կուսակցություն եւ այդ գաղափարախոսության աշխարհիկության։ Երկրորդ խրամատը բանակներ որ իրեն վերապահում էր, եթե հանկարծ վտանգված է քեմալիզմը, ուժային մեթոդով դա փոխել։ Իսկ ներողություն եմ խնդրում, որ ընդհատում եմ, բայց ուզում եմ հասկանամ դա սահմանադրական մանդատ էր, այսինքն դա Ես դրա մասին կասեմ հիմա, եւ երրորդ խրամատը իրավական համակարգն է, սահմանադրական դատարաններ, որ կարող էր ցանկացած քաղաքական ուժի արգելել հիմնավորելով որ նա շեղվում է քեմալիզմից աշխարհիկություն։ Հիմա հաջորդ փուլին եթե անցնենք, ինչ սա քեմալի ստեղծած պետություններ իր կյանքի օրոք։ Հիմա իր մահից հետո 1938-ից հետո երկրորդ նախագահը, որը էլի այդ շարժման ֆիգուրներից էր, Իսմետ Ինոնյուն, շատ ավելի թույլ խարիզմի ուներ եւ շուտով իշխանական բուրգն էլ ճեղքեր տվեց։ Աշխարհում իրավիճակն էլ փոխվեց ու Թուրքիան գնաց դեպի բազմակուսակցական համակարգ։ Մանավանդ երբ որ արդեն գնաց դեպի ՆԱՏՕ եւ այլն եւ արևմտյան ստանդարտներ, ժողովրդավարություն եւ այլն։ Թուրքիայում 1946-ին ձևավորվեց բազմակուսակցական համակարգ եւ թույլ տրվեց ձևավորել նոր կուսակցություններ։ Ահա այս ժամանակ է որ ուժով լրացված իսլամը սկսեց նորից գլուխ բարձրացնել։ Ինչու՞։ Որովհետև ձևավորված առաջին իսկ կուսակցությունը, որը կոչվում էր ժողովրդավարական դեմոկրատական կուսակցություն, շատ պրագմատիկ հաշվարկ էր արել։ Եթե իշխող կուսակցությունը աշխարհիկ է, նա հասարակությանը պետք է ներկայացնի այլընտրանք։ Որն է այլընտրանքը։ Իսլամ ու պահպանողականություն։ Եվ երբ որ ընդդիմադիր կուսակցությունը սկսեց իր քարոզարշավը,
ակնհայտ դարձավ, որ քեմալիզմը այդ աշխարհիկությունը չեն հասել հասարակության բոլոր շերտեր, որովհետև ժողովուրդը ոգևորությամբ ընդունեց ընդդիմությանը, ասելով, որ նա հետ է գալիս, որպեսզի վերականգնի մեր պապերի ավանդույթը, կրոնը, վերջ տա անաստվածությանը, նորից վերակառուցվեն մզկիթները, նորից հնչի աղոթքը արաբերենով, որտեղ Քեմալը փոխել էր թուրքերեն այդ աղոթական եւ այլն եւ այլն։ Այսինքն, պարզ դարձավ, որ թուրքական հասարակության մի մեծ մաս պահպանողական իսլամական տրամադրություններ ունի եւ քանի որ հասարակության մեծ մասը գյուղաբնակ էր մինչև 60-70-ական թվականներ պահպանողականությունը այլ ավելի կարճ էր եւ 50 թվականին Թուրքիայում տեղի ունեցավ իշխանապողություն ընտրությունների միջոցով հաղթեց դեմոկրատական կոչված կուսակցությունը, որի ոչ թե բացահայտ, բայց այնուամենայնիվ գաղափարախոսության մեջ պահպանողականությունն ու իսլամականություն։ Եվ արդեն նոր ուժը, նոր վարչապետը Մենդերեսը սկսեց վերականգնել կրոնական տարբեր ինստիտուտներ ու ատրիբուտներ։ Նա օրինակ բանտերից ազատեց կրոնական քարոզիչներին, նրանց մի մասը նույնիսկ դարձավ պատգամավոր, սկսեց բյուջետային հատկացումներ անել մզկիթների վերանորոգման եւ այլն եւ 50-ից 60 թվականները Թուրքիայում համարվում են իսլամի վերազարթոնքի տարիներ իսկ վարչապետ Ադնան Մենդերեսը համարվում է քաղաքական իսլամի այսպես խորհրդանիշներից զոհերից մեկը եւ հիմա քո հարցին բանակի հետ կապված Ինչ արեց բանակը 50-ից 60 թվականներին նա անհանգիստ հետևում էր գործընթացին, թե ինչպես է Թուրքիայում քեմալիզմի սկզբունքները սկսում ճեղքեր տալ կամ փոխվել։ Այսինքն հակաքեմալական, հակաշխարհիկ ուժերը ակտիվանում են։ Քեմալի արձանները օրինակ սկսում էին քանդել, այսինքն բղծել, ոչ թե պետությունը, այլ այդ աղանդավորական տարբեր կազմակերպություններ կարող քանդեին, ջարդեին, վառեին եւ այլն։ Թուրքիա սկսեցին վերադառնալ Օսմանյան դինաստիայի ներկայացուցիչներ, խալիֆի թոռները եւ այլն։ Հասարակությունը ողջունում էր կրոնական այս ամեն ինչը, վարչապետ Մենդերեսը, որ ամենևին էլ այսպես խորը կրոնամետ գործիչ չէր, դիրքավորվել էր որպես կրոնամետ գործիչ, նրան սկսեցին ներկայացնել որպես սուրբ, մարգարե եւ այլն, եւ 1950 թվականներին հաղթած խորհրդանական ընտրություններում 54 թվականին, 57 թվականին 3 անգամ ջախջախիչ հաղթանակ տարավ այս իսլամամետ ուժը։ Եվ 1960 թվականին արդեն երբ որ բավական լարվել էր իրավիճակը, հասարակության մեջ էր անջրպետներ, արդեն գնում էր դեպի քաղաքացիական բախում, աշխարհիկներ եւ իսլամամետներ։ Բանակը ահա այդ ժամանակ էր, որ կամ հիշեցրեց, որ ինքը Քեմալի երեխան է, ժառանգն է, եւ 1960 թվականի մայիսի 26-ին Թուրքիայում իրականացվեց ռազմական հեղաշրջում։ Բանակը մտավ եւ վերցրեց իշխանությունը։ Ու ինչ արեց նախորդ իշխանությունը, այսինքն տապալված իշխանությանը, վարչապետին կախաղան հանեցին եւ մեղադրանքը նաեւ այն էր սավանդրական կարգի տապալում, քեմալիզմի նահանջ եւ այլն։ Այսինքն բանակը ընդ որում դիմադրություն չեղավ, դա շատ հետաքրքիր է, որևէ հասարակական ընդվզում, բայց այդքան ընտրություններ էին ոչ մի բան, ընտրություններում 50-60% ձայն ստացած ուժին 10 հոգանոց միտինգ անգամ չէր լինում, ինչու, որտեվ սա էլ է հետաքրքիր ֆենոմեն, հասարակությունը Քեմալի Աթաթուրքի երեխայի դեմ չէր կարող դուրս գալ, Աթաթուրքի ժառանգի դեմ, բանակի դեմ չէր կարող դուրս գալ։ Ու քո հարցի վերջին դրվագն էլ ասեմ, Թուրքիայում հեղաշրջում եղավ նաև 10 տարի մոտավորապես անց 1971 թվականին դա արդեն հուշագրային հեղաշրջում էր, բայց այնուամենայնիվ էլի բանակը վերցրեց իշխանությունը։ Այսինքն հայտարարությունը պահանջեց բանակը կառավարության հրաժարականը, 2 ժամ հետո կառավարությունը հրաժարական տվեց։ Կարիք չեղավ տանկեր։ Ոչ մի բան։ 80 թվականին նույնպես հեղաշրջում, այս անգամ տանկեր մտան, էլի գրավեցին եւ այլն, էլի դիմադրություն չեղավ։ Եվ 97 թվականին համարվում է պոստմոդեռնիստական հեղաշրջում, որտեղ բանակը պահանջեց, կառավարությունը հրաժարական տվեց 4 ամիս հետո, բայց այնուամենայնիվ տվեց։ Այսինքն հիմա այս հեղաշրջումների մասը, ինչպես եմ ուզում ներկայացնեմ, նաև որ մեր հանրությունը հասկանա, անընդհատ ուժով իսլամը լռեցնում էին, հեղաշրջում էին անում,
ընտրություններ լինում, էլի ժողովուրդը ձայնը տալիս էր իսլամամետ ուժերին։ Էլի երկրում սկսում էր անկայուն վիճակ, էլի կրոնական հողի վրա հասարակական ակտիվություն եւ այլն։ Էլի էին անում հեղաշրջում 2-3 տարի հետո նորից ընտրություններ, նորից նույնը։ Եվ քո հարցի հետ կապված այդ դրվագը հեղաշրջումից հետո բանակը փոխեց նաեւ սահմանադրությունը։ Սահմանադրության մեջ կետ մտցվեց ազգային անվտանգության խորհուրդ ստեղծելու մասին, որի մեծամասնությունը զինվորականներ էին եւ սահմանադրությամբ նշվեց, որ բանակը անձեռնմխելի է եւ այն անձինք, որոնք իրականացրել են հեղաշրջում, նրանք երբևէ ենթակա չեն քրեական հետապնդման եւ բանակը լիազորված է ցանկացած պահի միջամտել պետական կառավարման ցանկացած ոլորտ, այսինքն օրինակ կրթության նախարարությունը օրինակ տպել է դասագրքեր, այդ տպագրված դասագրքերում կա ինչ որ մի բան, որը բանակի այդ գեներալի ով կուրացը էր անում կրթության ոլորտը դուրը չէր գալիս, ամբողջ դասագրքի խմբականակը նույն պահին պետք է ոչնչացվի։ Այսինքն ամեն նախարարությանը կցված էր մի գեներալ, որն էլ որոշում էր մշակույթը, գյուղատնտեսությունը, կրթությունը, ներքին գործ եւ այլն եւ այլն։ Ահա այսպիսի վիճակ ստեղծվել էր Թուրքիայում, բայց այս վիճակը 1970-80-90-ականներին միևնույն է իսլամը չէր կարողանում լռեցնել եւ շուտով այսպես այս իսլամական քաղաքական պլատֆորմը ձևավորվել էր ու ծնունդ էր տալու արդեն հստակ իսլամամետ կուսակցություն։ Մենք հիմա դրան ենք անցնենք, բայց միջև այդ իսլամական շարժմանը գալը մի հարց մտածել ճիշտ ասած հասկանալի է որ բանակի լեգիտիմությունը հիմնված էր Քեմալի ժառանգության վրա, Քեմալի շողության վրա, բայց միայն դրանով արդյոք կարելի է արտարացնել։ Ինքը որտեվ պատերազմող բանակ չէր, չէ՞ ճիշտ եմ հասկանում։ Արդյոք այն առաջ այն այսպես ասած անկախության համար պայքարի շող կային երկարեր, որ եկավ հասավ մինչև 90-ականներ։ Ես կարծում եմ, այո, տես, բանակը թուրքական նաև բնականաբար կրթության միջոցով, քարոզչության միջոցով ներկայացվում էր Թուրքիայի զավակ, ով փրկեց երկիրը։ Այսինքն դա մի բանակ էր, ով քանդեց Սևրի պայմանագիրը, փրկեց երկիրը, սարքեց այս քարտեզը, այս տարածքով Թուրքիան եւ նաեւ հետարքիր է թե բանակին ինչպես է ժողովուրդը դիմում թուրքական զինվորի հավաքական անուն կա մինչև հիմա Մեհմեդ թուրքական անունը իսլամական Մեհմեդ Չիկ, այդ Չիկը մոտարապես մեր այդ փաղաքշական իգն է ինչպես ասում են Արմենչիկ, նույնիսկ Մեհմեդ Չիկ եւ Մեհմեդ Չիկ տերմինը դարձավ թուրքական հասարակության կողմից բանակին ասվող եւ զինվորին ասվող տերմին։ Եվ չէ, որ երբեմն նույնիսկ բանակ չէ, ասում են Մեհմեդ Չիկը սա արեց, Մեհմեդ Չիկը նա արեց, Մեհմեդ Չիկին պետք է գուրգուրել եւ այլն։ Այսինքն Մեհմեդ Չիկ ասելով ստացվում էր, որ դա մեր զավակն է, մեր տղան է, մեր Մեհմեդն է, հետեւաբար նրա դեմ նույնիսկ ընկալման մեջ քայլ անելը դժվար է։ Մի այսպես այդ քո ասած այո, այդ հաղթանակի շողքը երկար էր եւ ուղեկցեց, բայց ընթացքում մի քանի հաջողություններ բանակը կարողացավ թուրքական բանակը իրականացնել, օրինակ Կիպրոսի մի հատվածի նվաճումը 1974 թվականին, այդ ժամանակվա մամուլը նայում եք, էլին այդպես է, Մեհմեդ Չիկը վերցրեց Կիպրոսը, Մեհմեդ Չիկը ազատեց Կիպրոսը, այսինքն դա միայն այն բանակը չէր, որ անդադ քաղաքական հեղաշրջումներ էր անում մեր քաղաքականության մեջ, դա նաև եւ վերջի հանգամանքի վերջո 1952 թվականից Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ էր եւ թուրքական բանակը բռնեց զարգացման ուղի, այսինքն դա իրոք դառնում էր աշխարհի հզոր բանակներից մեկը եւ դա տեսանելի էր արդեն, այսինքն եւ տեխնիկայի առումով եւ այլն եւ հասարակությունը դա նույնպես այդ ամեն ինչ տեսնում ու այդ իր պատկերացումը բանակի հանդեպ ամրապնդվում։ Եվ նաեւ ես ուղղակի արաբական աշխարհի օրինակով գիտեմ, բայց ինձ թվում է նույնն է։ Բանակը երևի այդ աղքատ, այդ անատոլիական գյուղացու ընտանիքում ծնված երեխային շանս էր տալիս սրընթաց կարիերա անել եւ ազդել այդ ամբողջ։ Շատ լավ կարևոր հարց է տալիս, որովհետեւ բանակը փաստորեն էլիտայի բանը չէր, ինչպես ասենք օրինակ չեմ ցարական Ռուսաստանի բանակում, չէ, գեներալներ բոլորը ազնվականներ էին։ Ծնված օրվանից գրանցում էին բանակում, միջև հասնում էին չափազներից։ Սա փաստորեն ժողովրդի բանակն էր, որովհետեւ գեներալը կարող էր լինել մի աղքատ անասնապահի որդի։
եւ ինքը Քեմալն էլ այդպես համարվում էր հասարակ ցակման ընտանիքի եւ այլն ու մյուս գեներալների մեջ էլ այդպիսի դեմքեր կային եւ դա փաստորեն անջրպետ բանակի եւ ժողովրդի մեջ որ սա ինչ որ էլիտար կառույց է մենք եւ այլն այդպեսի բան չկար անջրպետ փաստորեն Գանք իսլամական շարժումներին փաստորեն ամբողջ այդ ընթացքում քեմալականությունը չկարողացավ եւ դժվար էր էլի պատկերացնել որ դարերով եկած այդ հասարակությունը կարող է մի այսպես հրամանով կամ մի ինչ որ ճնշման արդյունքում բան արվի, հա, լրացվի ուզում եմ հասկանամ այդ սաղմերը, այդ փոքրիկ խմբերը, որոնցից հետո հսկայական ուժեղ կուսակցություններ ունեցանք, չգիտեմ, առաքինության կուսակցություն կար, չէ, հետո բարօրության կուսակցություն եւ վերջապես եկանք հասանք այս արտարություն եւ զարգացում կուսակցությանը ուզում եմ հասկանամ ով էին շիական բան էին սուֆիական օրդեններ էին ինչ էին որ ցնից ձևավորվում արի այս նախորդ կներես 1000 ներողություն որովհետեւ ի վերջո կրթության տեղը չունեին որ ասենք կրթական հաստատություն էին որի հիմքի վրա ձևավորվեցին հա տես եթե բանակի ու ժողովրդի մեջ այդպիսի տարբերություն չկար ապա քեմալական քաղաքական վերնախավի ու հասարակության լայն շերտերի մեջ անջրպետ կար քեմալականները դրանք էլիտիստական էլիտար բարձրագույն կրթություն ստացած երբեմն արտասահմանում կրթություն ստացած կերպարներ էին որոնք ժողովրդից տարբերվում էին անգամ հագուստով եւ օրինակ Ստամբուլը իր հասարակությամբ հագուստով այլ էր արևելյան տարբեր քաղաքներն ու գյուղերը այլ արվարձաններ էին ստեղծում, այսպես կոչված այդ գեջեքոնդուներ, այսինքն հյուղակներ փոքր եւ դառնում էին այսպես գետոյական տարածքներ էին, որտեղ պահպանողականությունը մնում էր։ Ու Ստամբուլը մեծանալով Փաստորեն այդ գյուղերից եկած ժողովուրդը Ստամբուլի մշակութային կերպարն է փոխեց, ոչ թե ինքը եկավ ձուլվեց դարձավ քաղաքացի, այլ եկավ մնաց անկախ եւ մի պահ այսպես փաստի առաջ կանգնեցին, որ Ստամբուլը մեծացել է, բայց Ստամբուլի բոլոր արվարձանները պահպանողական իսլամական բնակչություն ունեն։ Իդեպ այդպիսի մի տեղ էլ այդպիսի մի այսպես ծագում էլ ունի Էրդողանը, այդպիսի մի թաղի եւ այդպիսի մի պես տեղափոխված ընտանիքի եւ այս թաղերը այո ռիզե այս թաղերը կենտրոնի հետ կապ չունեին այսինքն կենտրոնում կարող են մարդիկ կանայք չեմ կարճ կիսաշրջազգեստ գրել արվարձաններում գլխաշորերով փակ եւ այլն այսպիսի հասարակություններ ու տարբերություն կար Օրհան Փամուկը Նոբելյան դափնեկիր մի հետարքիր իր վեպերից մեկում մի այսպիսի ձևակերպում է տալիս ասում է ինքը ապրել է Ստամբուլի ամենաէլիտար թաղամասում Օրհան Փամուկը այտենց արևմտականացված ընտանիքում մեր Բաքում երբ որ գլխաշորով կին էինք տեսնում անմիջապես գիտենք որ դա կամ հավաքարարն է մեր շենքի կամ կաթ մածուն բերող գյուղացի կին այսինքն անհնար էր գլխաշորով կին տեսնել Ստամբուլի էլիտար թաղամասում իսկ գլխաշորը մեր հասարակության ասեմ որ իսլամի խորհրդանիշներից մեկն է կանացի գլխաշորը որը նաև Թուրքիայում շատ կարևոր քաղաքական այսպես վայրիվերումների ցնցումների պատճառ դարձավ դրա մասին հուսով եմ կխոսենք հիմա դες այս հասարակության այս շերտը կար այսինքն պահպանողական գրագիտություն ցածր մակարդակ ունեցող, բուհեր չսովորող եւ պահպանողական իսլամական հայացքներ ունեցող։ Երևի դեմոգրաֆիա առումով իրանք շատ երեխաներ էին, բնականաբար, այո։ Եվ 1960-ականներին հեղաշրջումից հետո Թուրքիայում նոր սահմանադրությունը իրավունք տվեց մի փոքր ավելի այսպես ազատական այսպես երևույթների եւ մի անձնավորություն որ այդ ժամանակ կարծեմ ղեկավարում էր Առևտրի պալատը Նեջմեդդին Էրբական անունով որը հետո դառնալու էր Էրդողանի կնքահայրը եւ ուսուցիչը այս Էրբական անունով անձնավորությունը մտավ այդ Առևտրի պալատի նախագահի ընտրության ժամանակ ինչ-որ իշխանությունը ճնշեց չընտրվեց մտավ քաղաքականության մեջ ձևավորեց մի կուսակցություն որը կոչվեց ազգային կարգի կուսակցություն ավելի նա ձևավորեց պլատֆորմ որը կոչվեց ազգային տեսակետ եւ այդ ազգային տեսակետը դարձավ իսլամական պահպանողական
այս ամբողջ տրամադրությունների, դոգմաների եւ այլն կարելի ասել այսպես մի խտացված տարբերակ է, այո, եւ ինքը դիրքավորվեց որպես ծայրահեղ իսլամական քաղաքական ուժ։ Անմիջապես երրորդ խրամատը սկսեց աշխատել։ Սահմանադրական դատարանը սկսեց արգելել այս կուսակցության գործունեությունը, մինչև որ լուծարեց։ Էրբականին արգելեցին զբաղվել քաղաքականությամբ։ Նա արդեն սկսեց ձեռք բերել քաղաքական հալածյալի կերպար։ Դրանից հետո ու սկսեց ասել, որ 60 թվականի հեղաշրջման ժամանակ կախեցին Մենդելեսին, որը պայքարում էր իսլամի համար, նա մարտիրոս է, քաղաքական եւ այլն եւ այլն։ Հետո էլի բացեց այլ կուսակցություն, քաղաքական պլատֆորմը ազգային տեսակ, անդադ կուսակցություններ էր ծանում։ Հաջորդը ազգային փրկության կուսակցություն, հետո ուրեմն բարօրության կուսակցություն, հետո չեմ առաքինության կուսակցություն, հետո երջանկության կուսակցություն, անդադ անուններով, ընդ որում անունները բոլորն էլ ունեին իսլամական ինչ որ ենթատեքստեր։ Եվ ի վերջո ընտրություններում նա կարողացավ խորհրդարան մտնել։ Մանավանդ այդ ժամանակ, երբ որ արդեն Թուրքիան արևմուտքի հետ համագործակցում էր, որոշ իրավունքներ, մարդու իրավունքներ, քաղաքական ազատություններ եւ այլն չէին կարող լիովին չթողնել այս ուժերին, եւ այս ուժերը արդեն սկսում էին ընտրությունների ժամանակ հասարակության որոշակի շերտերում աջակցություն ստանալ։ Այսինքն մարդիկ գնում էին եւ քվեարկում էին այս ուժի օգտին։ Եվ սրա կուլմինացիան կարող եմ ասել եղավ 90-ական, այսինքն փաստ էր, որ 1970-ականներին արդեն Թուրքիայում կար քաղաքական իսլամի այսպես բլոկ, որը ընդգծված իրեն դիրքավորում էր քեմալիզմի ու աշխարհիկության դեմ, ասելով, որ սիրելի հասարակություն, այս ինչ որ քեմալիզմը, այս աշխարհիկությունը մեզ պարտադրում է, դա մեր ազգային կերպին խորթ է։ Եվ այստեղ նաև առաջ եկավ այդ սինթեզը, թուրքը նաև մուսուլման է, թուրքը չի կարող մուսուլման չլինել, իսլամն ու թուրքականությունը դրանք մեկ միասնություն են եւ այլն։ Հեղաշրջում հերթական, էլի արգելել, էլի եւ այլն, եւ 80 թվականից հետո բանակը անգամ հասկացավ, որ իսլամը չի կարողանում ուժով լրացնել, որոշեց վերահսկել։ Եվ վերահսկման ժամանակ, ահա այդ սինթեզը պետությունը փորձեց առաջարկել, իդեպ դիմելով գիտնականներին, ձևավորվեց Ստամբուլի Անկարայի համալսարանի մասնագետներից մի խումբ, որը մշակեց իսլամը կառավարելու մոդել, որը անվանվեց թուրք-իսլամական սինթեզ, որ սկսեցին քարոզել, որ պետությունը, նաև կրթական օջախների միջոցով, որ թուրք լինելը, քեմալին հավատարիմ լինել չի նշանակում աթեիստ լինել։ Դու կարող ես լինել մուսուլման, բայց կարող ես լինել քեմալական։ Իրար մի հակադրվեք, եւ այս մեղմ անցումը ապահովեց այդ ժամանակվա Թուրքիայի վարչապետ Թուրգուտ Օզալը, որը ոչ թե կոշտ գնաց բախման, այլ փափուկ ուժի միջոցով իսլամը կարողացավ բերել քաղաքական ավելի լավ հանգրվան։ Եվ ի կուլմինացիան ես կարծում կամ կուլմինացիայի սկիզբը 90-ականներն են, սկիզբը 1990-ականների, երբ այս կարծր քաղաքական իսլամի կողմնակից Նեջմեդդին Էրբականը իր ղեկավարած հերթական փակումից հետո բացված բարօրություն կուսակցությամբ, որի անդամ էր այն ժամանակ երիտասարդ մի մարդ, որի անունն է Ռեջեփ Թայիփ Էրդողան, կարողացավ խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը գրավել, բայց ոչ միանձնյա ձևավորել կառավարություն։ Հետո ձևավորված կառավարությունը փլուզվեց եւ նրան առաջարկեցին կոալիցիա կազմել, որտեղ այլընտրանք չկար։ Իսկ այդ ժամանակվա Թուրքիան այսպիսի Թուրքիա էր, անընդհատ ընտրություններ, անընդհատ ճգնաժամ, որևէ ուժ միանձնյա չէր կարողանում հաղթել, կոալիցիաներ, որոնք 6 ամիս էին տևում, փլուզվում էին։ Թուրքիայում կառավարությունը փլուզվում էր ամեն տարի, այսինքն կին վարչապետը ունեցան, կին վարչապետ կար եւ այլն, այսինքն հենց այդ կին վարչապետի ժամանակ այս իսլամամետ Էրբականը դարձավ փոխվարչապետ, այսինքն տաբուն կոտրեց, որ Թուրքիայում քեմալի ստեղծած Թուրքիայում իսլամամետ գործիչը կարող է լինել փոխվարչապետ եւ հաջորդ անգամ դարձավ վարչապետ, այսինքն 96 թվականին Թուրքիայում ղեկավարը վարչապետից Թուրքիան խորհրդարանական երկիր էր, դարձավ Նեջմեդդին Էրբականը, որ ընդգծված իսլամամետ պահպանողական գործիչ էր եւ 97 թվականի հեղաշրջումը նրա դեմ էր, բայց արդեն այսպես կարող եմ ասել ջինը դուրս էր եկել շշից, այսինքն քաղաքական իսլամական ջինը այդ շշից դուրս էր եկել եւ իրենք նաեւ Էրբականը ստեղծել էր
կարելի ասել երիտասարդ գործիչների մի որոշակի շերտ, որոնք ինչպիսի մարդիկ են։ Ի տարբերություն քեմալական աշխարհիկների, ոչ թե հասարակությունից կտրված, ինչ որ Օքսֆորդում սովորած, այլ Էրդողանի տիպի կերպարներ։ Հենց Էրդողանը մեկն էր Այն ձևի մարդը ինքը։ Հասարակ Ստամբուլի ոչ էլիտար թաղամասից փողոցում քարերը դրած դարպաս սարքած ֆուտբոլ խաղացած մարդ, փողոցում ջուր վաճառած, կռիվներ արած, շատ բարձր կրթություն չստացած, լեզուն սովորական այն լեզվով է խոսում ինչպես Ստամբուլի հասարակ մարդիկ եւ ահա այս տիպի կերպարները միայն Էրդողանը չէ, Էրդողանը ոքի ավելի վառ էր 90-ականներին իրենց ուսուցչի Էրբական, իսկ Էրբականը ասացի Էրդողանի ոչ միայն ուսուցիչն էր, այլև կնքահայրն էր, հարսանիքի կավորներ, այսպես ասած։ Նրա խորհրդով առաջարկությամբ մտան տեղական ինքնակառավարման մարմինների համակարգ եւ Էրդողանը առաջադրվեց թաղապետ, հետո Ստամբուլի քաղաքապետ ու ընտրվեց Ստամբուլի քաղաքապետ, որ այսպես քվեարկողների հաշվին այդ այո արվարձանների պահպանողական քվեարկողների հաշվին, որոնք ասում էին մեր Էրդողանը, որովհետև ինքը իրոք իրենցն է։ Այսինքն Էրդողանը քաղաքապետ էր, բայց այսպես իր խոսքը, շարժու ձևը, պահվածքը սովորական ստամբուլցի ոչ էլիտիստական կերպարին էր բռնում։ Եվ Էրդողանը արդեն դառնալով քաղաքապետ եւ իր պոպուլիզմի շնորհիվ եւ իր հռետորաբանության շնորհիվ կարողացավ եւս մի տաբու կոտրել։ Օրինակ, նա այսպես Ստամբուլի որոշ թաղամասերում օրինակ արգելեց սպիրտային խմիչքների վաճառք, ասելով, որ սա իսլամին դեմ է եւ այլն։ Քաղաքի կենտրոնից հանեց մերկ, կիսամերկ արձանները հունական ոճի եւ այլն եւ ասեց ես չեմ ընդունում այս մշակույթը, սա հակասում է մեզ եւ այլն։ Ու հասարակությունը նրան պաշտպանում էր, հասարակության լայն շերտը։ Եվ վերջի դրվագը Էրդողանին ձերբակալեցին 98 թվականին քաղաքապետ Էրդողանին, ինքը մի քիչ ծավալուն թեմա է հենց Էրդողանը, բայց շատ սեղմ ասեմ, նա որպես քաղաքապետ առաջի տարում հաջողության պատմություններ արձանագրեց, այսինքն իրոք լավ որպես քաղաքապետ լավ գործեր արեց, ասֆալտ, շքամուտ, քլիֆտ, ջուր, նման հարցեր, ժողովրդի մեջ սկսեց հեղինակություն վայելել, դրանից հաջորդ level-ը, ինչպես ասում են, իսլամական հռետորաբանություն բերեց դաշտ, այդ արձանները հանեց, խմիչք արգելեց եւ այլն, դրանից հետո մտավ ավելի բարձր քաղաքական այսպես լիգա, սկսեց քաղաքական հայտարարություններ անել եւ ասելով, որ ես Ստամբուլի քաղաքապետն եմ, որտեղ 10 միլիոնից ավել մարդ ապրում, այսինքն մի փոքր պետություն է, փոքր ասելով պետություն է, այո, պետության մեջ եւ Էրդողանը դիրքավորում էր կոնկրետ որպես իսլամի պաշտպան ու 98 թվականին նրան դատապարտեցին մեղադրանքը կրոնական ատելություն սերմանելն էր, բայց պատճառը հետեւյալն էր, որ նա ասմունքել էր մի միտինգի ժամանակ պանթյուրքիստ բանաստեղծ Զիա Գյոքալպի բանաստեղծությունից մի քառյակ, որը ասում էր հետեւյալ կերպ. մսկիթները մեր զորանոցներն են, մսկիթների գմբեթները մեր սաղավարտներն են, մինարեթները աշտարակներ կողքի մեր նիզակներն են, իսկ հավատացյալները մեր զինվորներն են։ Սա որակվեց որպես կրոնական ատելություն եւ այլն, ու Էրդողանին մեղադրանք ներկայացվեց։ Էրդողանը ոչ միայն չընդունեց իր մեղքը, այլև դատարանում էլ վերահաստատեց։ Եվ երբ որ նրան արդեն տանում էին բանտ, այդ կադրերը կան շատ հետաքրքիր։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցի պաշտպանություն Էրդողանի եւ նրան ուղեկցում էին բանտ։ Բանտի մուտքի մոտ, դարպասների մոտ նա կանգնեց, կրկին այդ բանաստեղծությունը ասմունքեց ու մտավ բանտ։ Եվ բանտում էլ շատ այսպես լավ դիրքավորեց, հռչակել էր իրեն թուրքական Նելսոն Մանդելա, ու երբ որ արդեն բանտից դուրս եկավ, Էրդողանը քաղաքական, այո, այսինքն ամենա հավանական տեխնացուներ հայտ ներկայացնելու։ Ուներ քաղաքապետի վարչական կառավարման լավ փորձ, հասարակության մեջ հեղինակություն, սոցհարցումները ասում են, որ հարցվածների օրինակ 30%-ն ասում են մենք քվեարկենք այն կուսակցության, որի անդամ կլինի Էրդողանը։
եւ նաեւ բանտով անցածի, այսպես իսլամի համար հալածվածի եւ այլն կերպար ու այդ միֆը ձևավորեց, որ նա ով լինում է Ստամբուլի քաղաքապետ կարող է լինել նաեւ երկրի ղեկավար։ Գիտեմ, սխալվում եմ թե չէ, ու նաեւ ինքը լավ ժամանակի հետ համընկավ։ Չկար իրեն համարժեք խարիզմատիկ այլ առաջնորդներ, այնտեղ ինչ-որ գորշ առաջնորդներ էին։ Շատ ճիշտ ես ասում, այդ ժամանակ Թուրքիան որպեսզի հասկանանք Էրդողանի համար իրոք այդ քաղաքական աստեղային ժամ էր եւ այսպես քաղաքական ֆորտունան իրեն ճպտում էր, ինչու քիչ առաջ ասացի որ Թուրքիայում անընդհատ կառավարություններ էին ձևավորում, փլուզվում էին, նույն մարդը 7 անգամ 8 անգամ վարչապետ էր եղել տարիներ շարունակ եւ 90-ականների վերջին Թուրքիայի քաղաքական դաշտում թոշակառուներ էին, որոնցից ժողովուրդը իրոք արդեն այսպես հոգնել էր։ Այդ թոշակառուներից մեկը Էրդողանի ուսուցիչն էր, Էրբականն էր, որը բավական մեծ այսպես էլի տարիքով էր եւ առաջարկում էր նույն ճանապարհով գնալ։ Ինչ արեց Էրդողանը, որպեսզի նաեւ հասարակության համար պարզ լինի նրա այսպես քաղաքական ռուսերեն լավ բառ սխվատկան, հա, sense քաղաքական թռիչք անելու այդ իր հատկանիշ։ Ուրեմն բանտից դուրս գալուց հետո իր ուսուցչին Էրբականին առաջարկեց այլ ճանապարհով գնալ, ավելի ճկուն։ Եվ Էրբականը չհամաձայնվելով տեղի ունեցավ պառակտում, այսինքն իսլամական այդ ուժը, կուսակցությունը կիսվեց երկու մասի։ Էրբականի եւ իր տարեկիցների, այսինքն 60+ պահպանողական թև, Էրդողանի եւ իր տարեկիցների, այսինքն 40-30+ եւ այլն ավելի բարեփոխականների թև։ Եվ այս բարեփոխականները Էրդողանի գլխավորությամբ ստեղծեցին մի կուսակցություն, որը կոչվեց Արդարություն եւ Զարգացում կուսակցություն։ 2001 թվականին նրանք ստեղծեցին այդ կուսակցությունը, 2002-ին մասնակցեցին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին եւ հասարակության առջեւ ինչ պատկեր էր, ովքեր էին հնացած դեմքեր քաղաքական նու տարբեր կուսակցություններ, որոնք արդեն այդ գաղափարախոսությունը կիսամաշված եւ այլն, տարիքով դեմքեր, մեկն էլ Էրդողանի այդ քավորը եւ երիտասարդներ լավ փորձով իրենց նման պահպանողական եւ այլն ոչ էլիտիստական չկտրված հասարակությունից եւ ընտրություններում Էրդողանը ուղղակի ջախջախեց ամբողջ քաղաքական թիմը եւ նաեւ իր ուսուցչին։ Էրդողանը ստացավ 34% ձայն, իր ուսուցիչը 1-2% ձայն։ Այնպես չէ վիրավորում էր իր կնքահորը, բայց գնաց այլ ճանապարհով եւ 2002 թվականից սկսած մինչեւ այսօր Թուրքիայում իշխում է Էրդողանը եւ նրա գլխավորած այդ Արդարություն Զարգացում կուսակցությունը մի դրվագ ուղակի ասում։ Ինչպիսի կուսակցություն է սա։ Պահպանողական իսլամամետ կուսակցություն, որը իր պաշտոնական գաղափարախոսությունը հռչակել էր ձևակերպում է այսպեսին է. պահպանողական դեմոկրատիա։ Հա, ոչ թե իսլամականություն, այո, պահպանողական, ընդ որում դեմոկրատիա ասելով նա հասարակությանը մեսիջ էր հղում, որ ես այն 50 թվականին բացված 60 թվականին հեղաշրջման հետևանքով իշխանությունից զրկված ու կախաղան հանված դեմոկրատական կուսակցության ժառանգն եմ, իսկ Թուրքիայում կա այսպես խեղճին, այսպես զոհվածին, սպանվածին, այսպես բանանելու, կարեկցելու ինչ-որ միտումներ ու այս ամենով հանդերձ Էրդողանը բավական թարմություն մցրեց քաղաքական դաշտում, իշխանությունը, բայց այստեղ գալիս է մեկ ուրիշ հարցը, ոնց կարողացավ այս մարդը առանց մեծ ցնցումների, չէ, վերջին հաշվով, այդ ամբողջ քեմալական ժառանգությունը տենց հաղթահարել, էլի, բանակի ուժը հաղթահարել, գլխաշորը մտցնել եւ այդ ամեն ինչը ինչպես հաջողացրեց։ Տես, հիմա հասանք փաստորեն այսօրվա Թուրքիային եւ եթե մեր ժամանակը մեզ ների փորձենք գանք, որպեսզի նաեւ մեր հասարակությունը այս տրանսֆորմացիան Թուրքիայի աշխարհիկից դեպի իսլամական ու պահպանողական ու անպայման այդ կոնտեքստում ազգայնական, որտեղ Էրդողանն էլ շարունակում էր մնալ ազգայնական եւ հիմա էլ ինչպես տեղի ունեցավ։ Ուրեմն առաջինը ինչ որ
մենք պետք է ֆիքսենք այս փուլի հետ կապված, դա հետևյալն է։ Այս շրջանում ակտիվ էր Թուրքիայի Եվրամիության անդամակցության գործընթաց։ Թուրքիան դիմում էր տվել, որպեսզի դառնա Եվրամիության անդամ։ Եվրամիությունն էլ պահանջներ էր դրել, որպեսզի Թուրքիան այս պահանջները իրականացնի, որպեսզի մտնի Եվրամիության մեջ։ Պահանջներից մեկն էր ազգային փոքրամասնությունների իրավունքներ, չեմ սեռական փոքրամասնությունների իրավունքներ, այդտեղ ընդունվեց Ստամբուլյան կոնվենցիան եւ այլն։ Մյուսը քաղաքական ազատություններ, տարատեսակ այլ ստանդարտներ եւ այդտեղ կար մի շատ կարեւոր հանգամանք։ Պահանջվում էր, որպեսզի Եվրամիության անդամակցության տեխնացու երկիրը քաղաքական իմաստով ապառազմականացված լինի։ Այսինքն բանակը քաղաքականության մեջ դեր չունենա։ Իսկ Թուրքիան ես հիշեցնեմ, որ սահմանադրությամբ բանակին օժտել էր անձեռնմխելիությամբ եւ բանակը անընդհատ տեղաշրջումներ էր անում պաշտպանելով աշխարհիկությունը։ Հիմա Էրդողանը դրա համար եմ ասում ճկուն ոչ ընտրեց, ոչ թե ուղիղ գնաց բանակի հետ բախվելու, որը տանելու էր հերթական եղաշրջում։ Կարող է չդիմանար, հա։ Հերթական եղաշրջումներ լինելու չէր դիմանալ։ Նա ասաց. «Ժողովուրդ ջան, ուզում ենք գնանք Եվրամիություն»։ Շատ լավ։ Ուրեմն Եվրամիությունը 10 պահանջ է դրել, փաթեթներ, 10 փաթեթ օրինակ։ Մենք այս փաթեթները վերցնենք, սկսենք կամաց-կամաց իրականացնել։ Այդ ժամանակ ակտիվացավ Հայոց ցեղասպանության մասին խնդիր։ Թուրքիայում գրքեր թարգմանվեցին, Դադրյանի գիրքը Թուրքիայում թարգմանվեց, Էրդողանի բարով բացվեց։ Դա հենց այդ ժամանակ էր։ Ասեց, տեսեք, զիջում եմ անում, Հայոց ցեղասպանության մասին խոսում են, քրդերի հետ կապված զիջում եմ անում։ Քրդերենը արգելված էր, ինքը քրդերենով հեռուստաժամ տրամադրեց։ Փոքրամասնությունների հետ կապված Ստամբուլում գեյ պարադ անցկացվեց, տարբեր զիջումներ, եւ այս զիջումների մեջ ասեց կներենք, բայց այս պահանջն է կա։ Մենք պիտի սահմանադրությունը փոխենք, բանակի այս անձեռնմխելիությունը պետք է հանենք, ես չեմ ասում, Եվրամիությունն է ասում։ Ուզում եք գնանք Եվրամիություն, այս պահանջը պետք է անենք։ Եվ ինչ արեց Էրդողանը։ Այս միջոցով բանակի վրա փաստորեն բերեց Եվրոպային։ Այսինքն Եվրոպան էր արդեն բանակի հետ բանակցում, դրանից Էրդողանը օգտվում էր ու 2010 թվականին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեներ այսպես անցկացրեց, որի ժամանակ սահմանադրության այդ կետը փոխվեց եւ բանակը փաստորեն դե յուրե այլևս զրկվեց իր անձեռնմխելիությունից։ Ուրեմն Էրդողանը այս 3 խրամատներին պետք է հաղթեր։ Ընտրություններում հաղթել էր Քեմալական հանրապետական ժողովրդական կուսակցությանը, դա դարձել էր ընդդիմություն։ Հիմա բանակին հաղթելու համար Եվրամիության այս անդամակցության գործընթացով թույլատրեց սահմանադրությամբ հանեց նրա անձեռնմխելիությունը եւ այդ նույն սահմանադրությամբ թույլատրեց դատական համակարգ։ Սահմանադրական դատարանում իր կողմից նշանակված դատավորների քանակը 50+1 դարձավ։ Սահմանադրական դատարանը փորձ արեց իր կուսակցությունը փակել մեկ ձայնի տարբերությամբ ինքը կարողացավ այսպես հաղթահարել։ Էրդողանին ուզում էին դա կրկին գործ էին հարուցել զրկել քաղաքականության զբաղվելու իրավունքից կրկին այսպես մի կերպ կարողացավ հաղթահարել, բայց հաղթեց։ Ուրեմն հաղթեց կամ հաղթանակի հիմքերը դրեց։ Եվ այստեղ գլխաշորի մասին։ Գլխաշորը քաղաքական իսլամի սիմվոլն է։ Եվ Թուրքիայում պետք է մեր հասարակությունը իմանա օրենքով արգելվում էր կանանց կամ աղջիկներին գլխաշոր կրած մտնել օրինակ համալսարաններ, օրինակ, քաղաքապետարան, պետական հաստատություններ եւ օրինակ համալսարանների մուտքերի մոտ ոստիկաններ են կանգնած, եթե գլխաշորով ուսանողու էր գալիս, նրան չէին թողնում մտնի, եթե գլխաշորը չէր հանում, նա հեռացվում էր համալսարանից։ Օրհան Փամուկի էլի հիշեցի Օրհան Փամուկին գրքերից մեկը հենց այդ մասը գլխաշորով ուսանողուիների մասին, որոնք ինքնասպանություն են գործում, քանի որ համոզում են սովորեն, ամ չեն կարողանում գլխաշորն էլ պատրաստ չեն հանել։ Այսինքն գլխաշորը այդպիսի սիմվոլ։ Եվ Էրդողանը այստեղ ինչ խաղ արեց, այսպես ասած։ 2007 թվականին Թուրքիայում նախագահի ընտրություններ էին խորհրդարանում։ Լրացել էր ժամկետը
նախագահի, որը նախկինում Սահմանադրական դատարանի նախագահն էր, այո։ Եվ իշխող ուժը, քանի որ խորհրդարանում ուներ մեծամասնություն եւ խորհրդարաններ ընտրելու, գնաց այսպիսի վաբանկի։ Դրանպես Էրդողանը իր քաղաքական կյանքում բազմաթիվ վաբանկերի է գնացել, եւ նախագահի տեխնացու առաջադրեց փոխվարչապետ ու արտգործնախարար Աբդուլլա Գյուլին, որի կինը գլխաշոր էր կրում։ Գլխաշոր է կրում նաև Էրդողանի կինը։ Եվ Էրդողանը ասաց, ես զիջում եմ անում, ես չեմ առաջադրվում, Աբդուլլա Գյուլն է առաջադրվում, որը ի տարբերություն մի քիչ ավելի մեղմ էր։ Եվ բանակը ոտքի կանգնեց, որ չի կարող, դեռ Սահմանադրական փոփոխությունից առաջ չի կարող Թուրքիայի առաջին տիկինը լինել գլխաշորով։ Եվ օրենքը արգելում է գլխաշորով մտնել նախագահական պալատ, ինչպես կարող է նախագահի կինը չմտնել նախագահական պալատ, իսկ իրոք փակուղի է, եւ այստեղ Էրդողանը կրկին իսլամի ու եվրոպական արժեքների այսպես ինչ որ մի սինթեզ արեց։ Ասեց իսլամով մեր մայրերը ու քույրերը, աղջիկները իրավունք ունեն գլխաշոր կրել, դուք իրավունք չունեք դա հանել, լավ, եթե փոխել եք եվրոպական մարդու իրավունքների, մարդը ազատ է, ուզում է գլխաշոր է կրում, ուզում է չի կրում, ուզում է ինչպես ուզում է անում է, այսինքն սա մարդու իրավունքների խախտում է եւ գնաց առճակատման։ Առճակատումը ավարտվեց նրանով, որ չնայած որ Գյուլը խորհրդարանի կողմից ընտրվեց նախագահ, Սահմանադրական դատարանը չեղարկեց ընտրությունները, Էրդողանն էլ գնաց վաբանկ, ասաց ցրում եմ խորհրդարանը, գնում ենք արտահերթ ընտրությունների։ Ու լոզունգը դա էր, որ մեր իրավունքները մենք պետք է պաշտպանենք, իր հիմնական լոզունգը այսպեսին էր. կանգնել չկա առաջ, այսինքն ես չեմ ընկրկում, գնում եմ առաջ։ Եվ այլ եմ ասում, այդ քաղաքական ֆորտունան իր կողմից էր, որտեղ նա այսպես ասած բռնել էր այդ ֆորտունային, եւ ընտրություններում ավելի շատ ձայն ստացավ։ Եթե նախորդ ընտրություններում 34% էր, ապա 2007 թվականի ընտրություններում 46% ձայն ստացավ։ Եվ կրկին միանձնյա ձևավորեց խորհրդարան ու կրկին Աբդուլլա Գյուլին առաջադրեց նախագահի պաշտոնում ու ընտրեց նախագահ։ Ու Աբդուլլա Գյուլի գլխաշորով կինը Հայրին Հյուսա Գյուլ անունով կոտրեց շատ կարևոր մի տաբու։ Առաջին տիկինը գլխաշորով է, որտեղ Աթաթուրքի պալատում Աթաթուրքի ստեղծած աշխարհիկ պետության կենտրոնում գլխաշորով կինն է, որը չտեսնված բան։ Եվ ինչ սկսվեց։ Բանակը արդեն մարտահրավեր էր նետված, կամ պետք է հեղաշրջում աներ, կամ ինչ որ քայլեր աներ։ Ինչ արեց բանակը։ Հեղաշրջում անել չկարողացավ։ Չէ, հայտարարություններ արեցին, իրենց ինտերնետ կայքում մի պահանջ դրեցին, շատերը ձևակերպեցին, որ սա ինտերնետային հեղաշրջում պետք է լինի, որտեղ հա սա պահանջ են դրել, ինչպես նախորդ հեղաշրջումների ժամանակ եւ այլն, դա չեղավ, բանակը սկսեց փոքր քայլեր անել։ Ընդունելությունների ժամանակ նախագահին չէին ասում իմ նախագահ, ուղղակի ասում էին նախագահ։ Առաջի տիկինը մտնում էր մեջքով էին շուր գալ։ Այսինքն այս ոչ ինչ որ բաներ, իսկ առաջին տիկինն էլ այդ Աբդուլլա Գյուլիկին մեղմ ճանապարհով կարողացավ գլխաշորը տանել առաջ, ինչպես օրինակ նա պատվիրում էր ամենահայտնի բրենդներին գլխաշոր, ոչ թե ուղղակի սև գլխաշոր, այլ մոդայիկ չեմ Կրիստիան Դիոր եւ այլն ինչ գլխաշոր, եւ տենց մտնում էր հասարակության մեջ, եւ դա մոդայիկ էր դարձում, այսինքն իր այդ բրենդային գլխաշորը 10 օր հետո fake ոչ օրիգինալ տեսքով կրում էին ուսանողուհիներ, որոնք նույնիսկ իսլամամետ չէին, բայց մոդա էր։ Այսինքն եւ այդ տիպ, այսինքն այդ գլխաշորով գնաց Անգլիայի թագուհի Ելիզավեթ II-ի հետ հանդիպելու եւ այսինքն տաբուներ էին կոտրվում ու երևում էր, որ ժողովուրդը արդեն տեսնում էր, որ բանակը պիտի քայլ անի, բայց կարծես թե չի կարողանում։ Եվ ժողովրդի մեջ, քո ասած այդ նախորդ հարցին, փոխվեց բանակի կերպը, այսինքն այդ Մեհմեդջիկը դարձավ միայն ռազմադաշտում հարգելի, հարգանքի արժանի, բայց ժողովուրդը ընկալում էր, որ բանակը այլևս քաղաքականության մեջ պետք է տեղ չունենա ու առաջ եկավ այդ հայտնի լոզունգը բանակ վերադարձիր զորամասեր։ Այդ 16 թվականի անհաջող հեղաշրջումն է երևի։ Այո, դա արդեն կարելի ասել վերջն է։ Այսինքն բանակ վերադարձի զորամասեր, որտեղից վերադարձի։ Քաղաքականությունից դուրս արի, վերադարձի զորամասեր։ Ու Էրդողանի հաջորդ քայլը 2014 թվականն։ Նա
ընտրությունների առաջ խորհրդական այս անգամ Էրդողանը փոխել էր համարությունը, չնայած երկիրը խորհրդարանական էր, բայց նախագահին ընտրում էր ժողովուրդը։ Այսինքն նա արդեն սկսում էր մրցակցել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ, որ դու առաջին նախագահն ես, բայց քեզ ընտրել է խորհրդարանը։ Ես այն նախագահն եմ, ով առաջին անգամ ընտրվելու է ժողովրդի կողմից, միլիոնավոր մարդկանց, ոչ թե 400 падգամավորի կողմից։ Ես քեզ հավասար եմ ու անցնում եմ քեզ։ Ու Էրդողան այդ ժամանակ հիշում էին, որ անգամ քաղաքապետ ժամանակ Էրդողանը իր ելույթներում ասում էր Աթաթուրքի բոլոր սկզբունքները չի որ մեզ համար ընդունելի է։ Կա ժողովրդի կողմից ընդունելի սկզբունքներ եւ կա անընդունելի սկզբունքներ։ Եվ 2014 թվականին ընտրությունից առաջ Էրդողանը մի սիմվոլիկ քայլ արեց։ Այդ ժամանակ ողջ էր 80 թվականի հեղաշրջման ղեկավարը, այն ժամանակվա գլխաշտաբի պետ Քենան Էվրենը, որը 80 թվականին հեղաշրջում էր արել, դարձել էր ինքը նախագահ, մինչև 89 թվականը Թուրքիայի նախագահն էր եւ ջարդել էր բոլոր իսլամամետ ուժերին, իսկ տարբեր իսլամամետ գործիչներին բանտարկել, մահապատիժներ, այսինքն նա հավաքական իսլամամետ գործիչների համար այսպես դիվականացված մի կերպար էր, գեներալ Քենան Էվրենը, որը կոտորել էր իրենց։ Ու ինչ արեց 2014 թվականին 94 տարեկան էր կարծեմ Քենան Էվրենը, արդեն որ համադրությունը փոխել էին անձեռնմխելիությունը դուրս էր եկել, նրան մեղադրեցին հեղաշրջում իրականացնելու համար, արդեն Էրդողանին ենթակա դատական համակարգը այդ մեղադրանքը ներկայացրեց, դատական գործընթաց սկսվեց, Էվրենին բերեցին դատարան, մամուլը դա մեծ լուսաբանում էր, ժողովուրդ տեսնում էր ահու սարսափը այդ դիվականացված կերպարը, դարձել է խեղճ մի կերպար դատարանում նստած։ Եվ Էրդողանը սիմվոլիկ նրան պատժում է ու որոշումը 94 տարեկան մարդուն որոշեցին ցմահ ազատազրկման դատապարտել, բայց բախտը բերեց մահացավ կարճ ժամանակ հետո, բայց Էրդողանը ասաց, որ ես անցած իմ բոլոր քաղաքական ուսուցիչների եւ տանջված իսլամամետ գործիչների համար, որոնք զնդաններում են անցկացրել տարիներ, ես վրեժ եմ լուծում, հատուցումը եւ այլն, ու սա նաեւ սիմվոլիկ է։ Եվ վերջի դրվագը արդեն 16 թվականին 2016 բանակի մի հատված փորձեց հեղաշրջում անել, բայց տապալվեց ու դրանից հետո բանակի հանդեպ Էրդողանի քայլերը արդեն կործանարար էին, այսինքն որպեսզի բարձ լինի բանակի գեներալների 80%-ին նա կամ հեռացրեց կամ դատեց, այսինքն ամբողջ փոխեց եւ հիմա առաջինը ինչ որ հետ կարեւոր ռազմական ուսումնարանների կրթական ծրագրերը փոխված են։ Այլևս այդ ուսումնարաններից Աթաթուրքի կողմնակից, Աթաթուրքի այսպես սկզբունքները, այո, որպես հավատամք համարող սպաներ դուրս չեն գալիս։ Եվ մարդու իրավունքների այսպես կոնտեքստում գլխաշորով կանայք մտան զինվորական համակարգ, ոստիկանական համակարգ, գլխաշորով կին ոստիկաններ կան բազմաթիվ, եւ երբ որ այս ամբողջ իրականացեց Էրդողանը, այլևս Եվրամիության անդամակցությունը իրեն պետք չէր։ Եվ նա սառեցրեց դա ասելով դե չեն ընդունում մեզ Եվրամիություն, դե ինչ անենք, բայց Մավրը արել էր իր գործը եւ Մավրը արդեն կարող էր։ Ահա մոտավորապես այս ճանապարհով Էրդողանը փաստորեն կոտրելով այդ բոլոր դիմադրությունները, այս քեմալական աշխարհիկ Թուրքիան վերածել է Էրդողանական իսլամական պահպանողական Թուրքիա։ Այ դրանն եմ ուզում անդրադառնամ, ինչ ձևի պետություն, այսինքն իսլամի ինչ մակարդակ է այնտեղ դինում։ Այնտեղ գիտեմ որ բան կա, չէ՞, կրոնական գործերի տնօրինությունը կա, որ մեծ ազդեցություն ունի, որին Էրդողան ինքը առաջ էլ կար, չէ՞, երևի Էրդողանը չի ստեղծել, բայց ինքը ավելի շատ սկսել է ֆինանսավորել բան եւ այլն։ Ուզում եմ հասկանամ առօրյա կյանքում դարպես ինչ ազդեցություն ունի Իսլամ։ Սաուդյան Արաբիա չի։ Չէ։ Դες այստեղ շատ կարևոր է հետեւյալը, որ Թուրքիան իրոք տարբերվող մոդելով պետություն է եւ շարունակում է մնալ արևմտյան ոճի տարբեր արժեքներ ունեցող պետություն, ի վերջո նատոյական պետություն, բայց իսլամի դերը այսպիսին է։
երկու մակարդակով փորձեմ նկարագրել նախ այդ քո ասած կրոնի հարցերով վարչությունը կառավարության առընթեր մարմին է, որը միտված էր փոխարինելու խալիֆայությանը, բայց ավելի այսպես ինչ որ ինստիտուցիոնալ թե մսկիթներում որորը ինչ պետք է արվի, հոգևորականներին նշանակել եւ այլն, վառ կերպարներ չէին, այսինքն հայտնի հոգևորականներ, որոնք կարող էին հասարակության վրա ազդեցություն ունենալ, այդ կառույցի այսպես ղեկավարները չէին, այսինքն այնպես չէր, որ ասես Հռոմի Պապը, չէ, պատրիարքը ռուսաց կամ հայոց կաթողիկոսը, որոնք անուններ են, կերպարներ են, այդտեղ ուղղակի ոնց որ վարչության պետը, այսպես ասած, կառավարության առընթեր։ Ուրեմն ֆինանսավորումը այո, ճիշտ է, ավելացրեցին հետեւաբար օրինակ ուխտագնացություն մեկը, այսինքն սրբավայրեր, մսկիթների շինարարության մեծ ծավալ, դպրոցներում պարտադիր կրոնական դասեր, արաբերեն դասեր, համալսարաններում աստվածաբանության, այսինքն իսլամագիտության ֆակուլտետներ, կրոնի առարկան պարտադիր, որը դասանից դասան տեղափոխվելու համար պարտադիր է, որ գոնե դրական բալեր ստանան, որ կարողանան եւ այլն։ Սա այսպես կարելի ասել ինստիտուցիոնալ։ Հիմա հասարակական քաղաքական վիճակը։ Հասարակությանը լիովին ազատություն է տրված կրոնի հետ կապված, այսինքն գլխաշորեր կրել, տոներ տոնել եւ այլն, եւ դա շատ մեծ աջակցություն է ստանում քաղաքական գործիչների պահվածքից, պետական գործիչների։ Տեսեք, Էրդողանը ինքը ավարտել է իմամ հաթիբների կրոնական դպրոց եւ ուրփաթորյա աղոթքին երբեմն ղեկավարում է այդ գործընթացը մեր տերմինոլոգիայով ասած պատարակ է մատուցում։ Ինքը մսկիթում առաջին շարքում երգում է, արարողություններ է անում եւ այլն եւ այլն։ Եվ դա բնականաբար լուսաբանվում որ երկրի նախագահ գնաց ուրփաթորը մսկիթ, աղոթեց, դուրս եկավ եւ այլն։ Իր պահվածքը Էրդողանի անգամ տերմինաբանություն, որ հագեցած է Ղուրանից, արաբերեն փոխառություններով եւ այլն, որը բնականաբար հասարակության վրա էլի ազդում է։ Այսինքն, հիմա Թուրքիայում տեղի ունեցել իմ կարծիքով էլիտաների փոփոխություն։ Դոմինանտ, ավելի մեծաքանակ եւ իշխող էլիտան իսլամամետ պահպանողականներն են, իսկ քեմալական աշխարհիկները ավելի փոքրաթիվ երբեմն նույնիսկ մարգինալ խմբեր են դառնում որոշ տեղեր։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ պետք է շեշտել, որ նույն 70-80-ականներից հետո Էրդողանի ժամանակ ավելի ակտիվ ձևավորվեց իսլամամետ բուրժուազիա, իսլամամետ օլիգարխներ, պահպանողական բիզնես կենտրոն բաներ, այսպես ինչպես է կոչվում, բիզնես կայսրություններ, տարատեսակ հոլդինգներ, որոնք այդ բիզնեսմենները իսլամական պահպանողական կերպարներ էին, իրենց ընտանիքները, կանայք, մայրերը գլխաշորով եւ դառնալով միլիոնատեր խոշոր բիզնեսմեններ սկսեցին ֆինանսավորել իսլամական տարբեր ձեռնարկներ, իսլամական դպրոցներ, գրքեր, ուսանողների օրինակ, չգիտեմ, ուսում իսլամական ինչ-որ համաշխարհային համալսարաններ, եւ այլն եւ այլն։ Այսինքն իսլամամետ լինելը դա այլևս չի նշանակում աղքատ լինել։ Դա նշանակում է օրինակ Ստամբուլում ձևավորվեցին նոր էլիտար թաղամասեր, երկնաքերերով, որի բակում կարող ես տեսնել մոդայիկ մսկիթ, որը հովանավորում է այս օլիգարխներից որևէ մեկի կողմից։ Եվ այս սինթեզը ինչ որ ասում էի թուրք իսլամական 80-ականներին մտավ, այս մասը ուզում եմ անպայմանորեն շեշտել, որ սկսած 2015 միգուցե թվականից Թուրքիայում երկու գաղափարախոսություններ կարծես մոտեցան եւ 2018-ին միահյուսվեցին դե յուրե։ Դա ազգայնականությունն է, գորշ գայլերի, այսպես թևը քաղաքական որ կոչվում է ազգայնական շարժում կուսակցություն եւ իսլամականներն են Էրդողանի գլխավորած արդարություն եւ զարգացում կուսակցությունը, որոնք քաղաքական դաշտում մոտենալով իրար 2018 թվականին ձևավորեցին դաշինք։ Եվ այսօր Թուրքիայի խորհրդարանում ու կառավարությունում իշխում է այդ երկու կուսակցությունների դաշինքը,
որոնցից մեկի ծրագիրը կուսակցական գաղափարախոսությունը ծայրահեղ ազգայնականությունն է, նացիոնալիստական կուսակցություն, գորշ գայլը, մյուսը իսլամական պահպանողականությունն է Էրդողանի գլխավորությամբ։ Եվ հիմա Թուրքիայում մենք մասնագետները ենթադրում են, որ արդեն կարող ենք ասել հեկել են կոնսենսուսի, որ իշխող գաղափարախոսությունը իսլամական ազգայնականությունն է կամ ազգայնական իսլամականությունը, որովհետև ամեն ինչ եւ պետական կառավարումը, կրթական համակարգը, քարոզչությունը, ռետորաբանությունը եւ այլն, այս երկու հիմքի վրա եւ Էրդողանը հիմա մենք տեսնում ենք, որ ամենաակտիվ ազգայնականն է եւ ամենաակտիվ իսլամական։ Նա նույնիսկ այն հայտնի գորշ գայլերի ողջույնի ժեստիկուլյացիան է կարողանում միտինգների ժամանակ անել եւ ընդհանրապես նույնիսկ Հայաստանի ու հայերի մասին նրա ելույթները լսելիս մենք անզեն աչքով անգամ նկատելի է այդ ազգայնական ռետորաբանությունը։ Հա, իսկ իր մի բան էլ կուզենայի հետաքրքիր բաներ կա, ինձ թվում է, դու ավելի լավ կասես իհարկե, Օսմանյան ժառանգության նկատմամբ իր վերաբերմունքի մասին մի փոքր որ խոսես։ Շատ կարեւոր է, տես փաստորեն երբ որ ասում են թուրքական պահպանողականություն, դա նաև ենթադրվում է Օսմանյան այդ անցյալի վերարժևորում։ Հիմա որպես այս անցումը ճիշտ հասկացվի, Քեմալը Աթաթուրքը, երբ որ հանրապետության ձևավորումից հետո սկսեց այդ բարեփոխումներ, նա ամբողջ այդ Օսմանյան անցյալը պայմանական ասած այդ նախկիններին սևացնում էր, ոչ միայն ինքը անձամբ, այլ պատմության դասագրքերը, իր ղեկավարած եւ իր հիմնած պատմության թուրքական պատմական ընկերություն, պատմագիտական պետական քարոզչությունը, գրականությունը եւ այլն, եւ ներկայացնում սուլթանները թույլ, թուլամոր դավաճաններ էին, Օսմանյան կայսրությունը խարխլված, օտարից կախված պետություն էր, որտեղ իշխում էր տգիտությունը, անգագիտություն եւ այլն եւ այլն։ 1960-ականներից սկսվում է փոփոխություն, 1980-ականներից նույն Թուրգուտ Օզալի ժամանակ սկսում են ասել, բայց լավ, այդքան էլ դավաճան ոնց որ չեն եղել թուրք սուլթանները, 90-ականից սկսում է անգամ Աբդուլ Համիդի կերպարը փոխվել, որ նա ամենևին էլ Արուն Արբու սուլթան չէր, նա մեծ ստրատեգ էր, նա վերջին ուժեղ թուրք սուլթաններ, որը պաշտպանեց տարածքային ամբողջականությունն եւ այլն։ Էրդողանի ժամանակ այս Օսմանյան անցյալը վերագնահատելը, որը քաղաքագիտական տերմինոլոգիայով անվանում են նեո-օսմանիզմ, նոր օսմանականություն, այլ մակարդակ տեղափոխվեց եւ հիմա օրինակ Էրդողանը մասնակցում ու ելույթ է ունենում, օրինակ Աբդուլ Համիդի, չգիտեմ, ծննդյան օրինակ 150-ամյակին նվիրված միջոցառմանը կամ մահվան ինչ-որ ամյակին եւ տեսեք այդ օսմանյան սիմվոլիկան լիովին վերադարձել է տեղանունների, պաշտոնական խոսույթի, դպրոցների, համալսարանների անվանումների, այն արարողակարգերի ժամանակ որ զինվորականների այո, դա տես նաև այստեղ այդ սերիալները շատ կարևոր, այդ սերիալները պետական քաղաքական Սուլթան Սուլեյմանը աշխարհում հայտնի կերպար է, ոնց որ Էրդողանը ինքը գնում է նկարահանման տաղավարներ, ուղումներ է անում, ասում է, «Այսա փոխեք, նա փոխեք, Սուլթան Սուլեյմանը այսպես չէր, այնպես էր» եւ այլն եւ այլն։ Եվ հիմա թուրքական հասարակության մեջ այդ օսմանյան վերադարձը տեղի ունեցել։ Երիտասարդների մեջ ամենատարածված տատուն, որ անում են ձեռքի վրա, ասենք կարող լինեն Աբդուլ Համիդի ստորագրությունը կամ Սուլթան Սուլեյմանի ինչ որ մի խոսքը, ամենօրյա կյանքում դա նկատելի է եւ Էրդողանը այդ պատմական կերպարներին վերադարձրեց հասարակական կյանք, այսինքն նա կարող է, ասենք, չեմ, նավերի անուններից սկսած տարբեր այլ այսպես հասարակական լայն շրջանակների համար հասանելի անուններ դնի Սուլթան Մեհմեդի, Սուլթան Սուլեյմանի այդ բանը տեսեք իր այսպես քաղաքական հիմա խոսքը ու կտակ, ինչ է ասում, ասում է Թուրքիան պետք է 3 տարեթիվ կարևորի։ 2023 թվականը, որը Թուրքիայի Հանրապետության ձևավորման 100-ամյակն է, 2053-ը ասում է, որը Կոստանդնուպոլսի գրավման ամյակն է 600,
Եվ 2071 թվականը Մանասկերտի ճակատամարտի հազարամյակն է, որը համարվում է թյուրքական այսպես տարի, այստեղ ամրապնդման, այս տարածաշրջանում ամրապնդման տարեթիվ։ Եվ Էրդողանի բանաձևը հետևյալն է. 2023-ը կանենք մենք, 2053-ը կանեն մեր որդիները, 2071-ը կանեն մեր թոռները։ Այսինքն ինքը կտակում է, որ կարևոր է Սուլթան Մեհմեդի Կոստանդնուպոլսի գրավումը 1453-ին, Սելջուկ թուրքերի 1071-ին Մանասկերտի ճակատամարտը։ Նաև տեսեք, այնտեղ մի մզկիթ կա իր այսպես կառուցած, ենթադրվում է, որ Ստամբուլում է, Չամլջայի մզկիթը, որ այսպես իշխող դիրք ունի, ենթադրվում է, որ դա նաև Էրդողանը ծրագրում է, որ հետո այդտեղ լինի իր դամբարանը, ինչպես սուլտաններն են թաղված մզկիթների հարակից տարածքներում, այնպես էլ ինքը, եւ այդ մզկիթը անգամ սիմվոլիկայով է կառուցված։ Օրինակ աշտարակների երկարությունը, մինարեների երկարությունը 1071 մետր է, խորհրդանշելով Մանասկերտի ճակատամարտը։ Գմբեթները կարծեմ 16-ն են, խորհրդանշելով թյուրքական 16 պետություններ։ Քո ասած այդ արարողակարգը Էրդողանը ինչ ասում, ասում է Թուրքիանով է ասել, որ 100 տարվա պետություն է։ Մենք մեր թվարկությունից առաջ պետություն ենք ունեցել եւ մենք այդ պետական տրադիցիայի շարունակում ենք։ Ուստի տարբեր պետությունների համարում է այսօրվա Թուրքիայի հանրապետության նախորդները։ Օսմանյան կայսրությունն է մերը, Սելջուկյան սուլտանությունները մերը, այնտեղ գնում է Աթիլան, չգիտեմ, եւ այլն, հասնում է մինչեւ տարբեր պետական միավորներ ու պետական արարողակարգի մեջ ինչ է դրել, որ եթե պետական հյուրեր են գալիս պաշտոնական, ինքը դիմավորում է 16 դրոշներով, այսինքն 16 է թյուրքական պետությունների դրոշներով եւ 16 ուրեմն զինվորներով, որոնք կրում են այդ դարաշրջանի հագուստը։ Այսինքն ոչ միայն Օսմանյան շրջանն է ինքը վերադարձրել, այլև Օսմանյանից էլ առաջ, բայց այստեղ որն է, այսինքն կարող ենք ասել, լավ, սրա նպատակը որն է, կա ինչ-որ պատմական ինչ-որ բաներ եւ այլն։ Այստեղ սրանով եւս կարծում եմ իմ տեսակետն է, շատ էական հարված է հասցվում քեմալիզմին ու Աթաթուրքին, որովհետեւ ասում է ժողովուրդ, ձեզ որ Քեմալն ասում էր, որ սուլթանները վատն են, սխալ էր ասում։ Ձեզ որ քեմալական քարոզչությունն ասում էր, որ Օսմանյան անպետությունը վատն էր, սխալ էր ասում, որտեղ տեսեք ինքը ինչ մոդել է եղել եւ այլն։ Եվ երբ որ ասում են Աթաթուրքը միակն է, փրկեց մեր ազգին, ստեղծեց պետություն, այս մյուս կերպարների կողքին Աթաթուրքը դառնում է մեկը հավասարներից։ Այսինքն Սուլեյման, Սուլթան Սուլեյմանն է, Ալփարսլանն է, Մեհմեդ II-ն է, չգիտեմ, Աթաթուրքն է, իսկ եթե շատ են, ուրեմն նաև իր տեղն էլ ամրագրում է այդ պանթեոնը։ Ես գիտես ինչ էի նկատել, Սուրեն, երբ որ Էրդողանը սկսեց ամրապնդվել, այնտեղ Աթաթուրքի մահվան օրը պարտադիր պետական արարողակարգով ամբողջ վերնախավը այցելում է դամբարան, Աթաթուրքի դամբարան եւ ինչ որ գրառում են անում կամ ելույթ են։ Ես նկատեցի, եթե չեմ սխալվում, դա 2007-8-9 այդ թվականներն էին, որ նախորդ բոլոր ելույթներում ասում են Աթաթուրքը բացառիկ առաջնորդը, չգիտեմ, եւ այլն կերպարը, որը փրկեց։ Ուրեմն Էրդողանի այդ ժամանակվա ելույթում այսպիսի ձևակերպում կա. Աթաթուրքը եւ իր ընկերները, որոնք ձևավորեցին մեր հանրապետությունը։ Մյուս անգամ առնվազն Աթաթուրք չէր ասում, Գազի էր ասում, Գազի Փաշա, Գազին որպես անհավատներին հաղթող, որը Մուստաֆա Քեմալի կոչումներից էր, այսինքն ոչ թե տանում էր իր աշխարհիկ անունը Աթաթուրք թուրքերի, այլ Գազի Փաշան եւ մյուս Փաշաները սկսեց թվարկել Կարաբեքիրը, չգիտեմ, Իսմեթը, մյուսը, այսինքն այլ գեներալների անուններ սկսեց տալ, որ միայն Աթաթուրքը չի եղել։ Այսինքն դա էլ էր, այսինքն այդ բացառիկությունը այդպես էլ սասանվեց, թվում է թե վատ բան չի ասում, բայց իրականում վատ բան, որովհետեւ երբ որ իրեն ընդդիմադիրները հակադարձում ասում են ինչպես է համարցակվում այսպիսի ձևակերպումներ ես անում, ասում էր ինչ է, ուրեմն դուք հերքում եք, որ եղել է
այլ հերոսներ, այս մարդուն հերքում եք, այն մարդուն հերքում եք, Մեհմեդ II-ին հերքում եք, Սուլեյման առաջինին, Սելիմ առաջինին հերքում եք, չեք կարող հերքել։ Հետևաբար պատմականությունը բերելով ինքը իր քաղաքական խնդիրներն էր լուծում եւ կարողացավ լուծել հասարակության մեջ։ Ընդհանրապես ես ճիշտն ասած միշտ այդ զարմացել եմ այդ սիմվոլիզմի, այդ անցյալից մեսիջներ բերելու եւ այսօրվա ժամանակակից լեզվում քաղաքական լեզվով փաթեթավորելու տաղանդը, որում Էրդողանը Թուրքիան դա դրա ամենակարևոր տեղից է քաղաքական սիմվոլիզմի շատ տեղ են տալիս օրերին, որ օրը ինչ լինի, անուններին եւ այլն ու անպայմանորեն ունի գրեթե բացահայտ ենթատեքստներ։ Բենջեր շատ շնորհակալություն, չափազանց հետաքրքիր էր, բայց ես ունեմ վերջին հարց, որ պետք է անպայման պատասխանես, երկու հարցից բաղկացած ավանդական հարց ունեմ, ինչու զբաղվել պատմությամբ, տարբեր ինչի համար է ինքը պետք մեր հասարակությանը, որտեղ շատերը ասում են դե լավ, ինչ ենք անում անցյալը եղել է, ու երկրորդը դրա հետ կապված դու անձամբ ինչի որոշեցիր, որ հենց սրանով պետք է զբաղվես, եւ ոչ թե դառնաս, չգիտեմ, ֆիզիկոս, քիմիկոս կամ նախ առաջին հարցին տենց կարող եմ ինչ-որ մեջբերումներ անել, որ չգիտեմ, ով անցյալը չգիտի, ապագան չի իմանա, անցյալը չինացող ժողովուրդ չի լինում եւ այլն, բայց այսպես ես ասեմ, պատմությունը անվանումը երբեմն կարող է մարդկանց թյուրիմացության մեջ դնել, որ երբ որ ասում ես պատմություն, ուրեմն դու խոսում ես անցած, գնացած, ինչ որ մի երևույթի մասին, ասում են պետք չէ, եկեք խոսենք ժամանակակից խնդիրներից։ Չհասկանալով, որ այս ամեն ինչն էլ է պատմություն, եւ հիմա ինչ որ տեղի ունենում, դա էլ է պատմություն, եւ իմանալ պատմություն, դա նշանակում է իմանալ աշխարհը, իմանալ մարդկության, այսպես մոտեցումները, փորձը, մարդկության պատմությունը եւ որը շատ եմ կարեւորում, պատմությունը իրոք մեծ ուսուցիչ է, որովհետեւ մենք հիմա տեսնում ենք 100 տարի առաջվա դեպքերի բառացի կրկնություն։ Այսինքն բաներ կան, որ չեն փոխվում։ Հատկապես օրինակ մերձավոր արևելքում շահեր կան, որ կայուն մնում են եւ եթե դու չես իմանում այդ շահերը ոնց են եղել 20-րդ դարում, 10-րդ դարում, դու կարող ես իմալ սխալվել։ Այսինքն իմանալ պատմություն նշանակում է լինել պաշտպանված աշխարհում, կարողանալ ճիշտ ապրել, եթե չգիտեմ քաղաքականության մեջ ես, էլ ավելի, բայց եթե նույնիսկ ֆիզիկոս ես եւ քաղաքականությամբ չես հետարկում, միևնույնն է, պատմությունը դա մարդու սահմանադրության կարևոր կետերից մեկն է, դու չես կարող դա չիմանալ։ Ոնց որ ասենք մեր վրա ազդում են ֆիզիկայի օրենքները, այդ նույն ձևի ազդում են պատմական օրենքները, ինչ տարբերություն։ Այո, դա անցյալ չի, դա մեզ ուղեկցող երևույթ է։ Այսօր մեր վրա ազդող երևույթ։ Իսկ իմ մասով իհարկե այսպես չեմ ուզենա ինձ կարևորեմ, բայց ես ուզում եմ այսպես լավ ասել։ Կարելի է հարցի ուզու, ուղղակի ընտրությունը ոնց է կատարել, որ նաև մեր լսողները հասկանան։ Ես ճիշտ ասած դպրոցական դարիքից էի պատմությամբ հետաքրքրվում եւ ուզում եմ հիշեմ երևի քո համար էլ կարևոր անունը Պետրոս Հովհաննիսյանին, մեր մեծագույն պատմաբաններից, ով իմ մեջ այս պատմության հանդեպ սերը խորացրել է, նաև գիտես ինչ բանով, դինելով գյումրեցի, այդ կոլորիտով այնպես էր պատմություն, քեզ թվում էր հեսա դուռը կբացի ու Տիգրան մեծը ներս կմտնի, այսինքն նաև ինքը ցույց էր տալիս, որ պատմությունը դա անցյալ չի, պատմությունը ներկան է եւ այդ սերս ավելի է կրկնապատկվել, իսկ արևելագիտությունը, թուրքագիտությունը հատկապես ինձ համար ավելի հետաքրքիր ոչ թե այն ստանդարտ որ բան ճշտամու լեզուն եւ այլն, այլ ինքնին որ եթե մենք ուզում ենք մեր պատմությունը իմանալ, մեր տարածաշրջանի պատմությունը իմանալ, այս ամբողջ երևույթները պետք է իմանանք եւ արևելագիտությունը մի տեսակ ազատություն է տալիս, որովհետեւ արևելագետը պետք է լեզուն իմանա, պետք է պատմությունը իմանա, կրոնը իմանա, գրականությունը իմանա, մշակույթ իմանա եւ այսպես ավելի ճկուն է լինում։ Դրա համար ընտրեցի արևելագիտության մասնագիտություն թուրքերեն, բայց այն ժամանակ այսքան մանրամասներով բնականաբար չգիտեի, բայց ամեն կիսամյակ իմ ուսանելու ընթացքում հասկացա, որ ընտրել եմ հենց այն ինչ որ չես փոշմանի։ Չէ, ես ուսանողներին ասում եմ, եթե ես նորից ծնվեմ եւ նորից ընտրելու հնարավորություն ունենամ, ես հաստատելի կընտրեմ արևելագիտությունը, որովհետեւ եւ այս կոնտեքստում բնականաբար պատմությունը, որովհետեւ դա ես եւ իմ մասնագիտությունը կարծես այսպես իրար հետ համահունչ ենք եւ մարդը պետք է նաեւ համահունչ լինի, զբաղվի իր սիրած
գործով, եթե սիրած գործը նաև քո աշխատանքն է, կարծում եմ դա այլ ինչ ես ուզում։ Այդ երջանկությունն է, որտեվ այդ քո ներքին հարմոնիայի, մարդ պետք է հարմոնիայի մեջ ապրի ինքը իր հետ եւ ընդհանրապես այն գործի հետ, որ ինքը անում է, լրիվ համաձայն։ Ու դա նաև կարող է այսպես նոր էֆեկտներ բերել, էլի, որովհետեւ դու երբ որ սիրելով ես զբաղվում, կարող ես ինչ-որ նյուանսների մեջ մտնել, տեսնել մի բան, որ միգուցե ուրիշներին տեսանել չի եւ փորձես օգտակար լինել։ Այո։ Ռուբեն ջան, շատ շնորհակալություն։ Շատ օգտակար զրույց ունեցանք այսօր մեր լսողների համար։ Եվ ես կակնկալեմ, որ որոշ ժամանակ հետո նորից կհանդիպենք ինչ-որ մի այլ թեմայի շուրջ քննարկելով։ Մեծ սիրով ես եմ շնորհակալ, որովհետև ստանդարտ զրույցները երբեմն ժանրային փոփոխությունը կարևոր է եւ սա այսպես իրոք քո ֆորմատն ես միշտ հետևում եմ, քո հետարքիր հյուրերի միշտ զրույցների նայում եմ եւ ես էլ շնորհակալ եմ, որ ես էլ հնարավորություն ունեցա, առիթ ունեցա մասնակցելու։ Մենք, չգիտեմ, 100 տարվա Թուրքիայի պատմությունը փորձեցինք մի ժամ ու կեսում խոսել, բայց այլ թեմաներ կան, որոնք նույնպես կարելի ավելի մանրամասն բացել եւ ես էլ ուրախ կլինեմ քո կողմից հերթական հրավերը ստանալու համար։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։